Կոմունիստական գաղափարախոսությունից անցումը հեշտ է եղել։ Աշխարհակարգ է փոխվել, փլուզվել է։ Մենք արյան բաղնիկներով ենք անցել։ Որ տարածքներն են գրկելու Քուրարաքսյան Հանրապետությունը։ Դետեն է ինչ որ Արտաշես արքան ստեղծել է Հայաստան իր սաթենիկի հետ, եղա։ Քրիստոնյա դեմոկրատականն է, չէ՞, ձեր կուսակցության անվանումը, դա ինչպես է համագարկող ժողովրդավարություն է։ Ու դրա մեջ մտնում է նաև ավտորիտարիզմի չբացառելը։ Ավտորիտարիզմի օգնությամբ գնալ դեպի ժողովրդավարություն։ Երկրաժամանակ պահանջել եք, որ հապկից դուրս գանք, այդ դեպքում անվտանգային այլընտրանք որները։ Ես եթե վարչապետ լինեմ, այդպես ասեմ, որովհետև գիտեք, որ դա չի իմ նպատակը, պիտի որոշումը կայացնել այն օրը, երբ որ մեզ համար խիստ նպաստավոր է, ռուսների համար ոչ նպաստավոր։ Քանի որ ասում եք ձեր նպատակը վարչապետ դառնալը չէ, որն է ձեր նպատակը։ Նոր ոնց ձևակերպեցիք, ուրեմն ասել թե որն է ձեր նպատակը։ Իմ նպատակն է, որ խորհրդարան մտնի հայկական քրիստոնեական ժողովրդավարությունը։ Կարեգին Բեի վերաբերյալ օրինակ ոնց ձևակերպել եք ուզուրպատոր եք ասել, հա։ Հիմա էլ եմ ասում։ Այդ ժամանակաշրջան բաց տեղեկատվությամբ մենք արդեն գիտեինք, որ մեր զորքերը այդքան էլ լավ վիճակում չեն։ Չէ, չգիտեին։ Բաց տեղեկատվությամբ դա արդեն բաց էր, Դուք եք իմացել, ինչ որ մարդիկ են իմացել, մենք էլ ենք իմացել ինչ որ բաներ, բայց մեր տեսակը չի կարող նախապատրաստել զորքի բարդությունը։ 2021 թվականին Արման Բաբաջանյանի հետ էիք համագործակցում։ Հիմա ինչ պատահեց, ասացիք, որ ոնց որ ընկերապար միացաք եւ բարեկամաբար բաժանվեցիք։ Եթե այսօր ես ուզում եմ առանձին մասնակցել, դա չի նշանակում, որովհետեւ Արմանի հետ հարց եմ ունեցել։ Չեմ պատկերացնում, ախր ոնց պետքա հյուծված եւ կողոպված բանակը, որը ձեր ձևակերպումն է, կարողանա մարտունակություն դրսևորի ու հաղթի։ Եթե ազգը պետությունը ռեսուրսները դնում է եւ տեսնում է, որ որովե ճանապարհ չկա հարցի լուծման, հարցը լուծում է։ Ըստ ձեզ փոխվել է ազգային շահը տարբեր ժամանակներում, վերջի 8 տարիների ընթացքում օրինակ։ Պետության պաշտպանության կայացման հարցը չափազանց ցրվել է։ Իսկապես կարծում եք, որ Մոսկվայից եկած մարդը անկախ քաղաքականություն կարող է վարել։ Ալեքսանդր II-ի կառավարության նախագահը եղել է Լորիս Մելիքովը։ Եթե ուրեմն կարող են իրենք էլ կարող են, հիմա եթե չեն արել, իրենց դարձեք։ Երբևէ դիտարկել եք այս տարիների ընթացքում 2018 թվականից այս կողմ միանալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ միահամուռ ուժերով Ինչ իմաստով։ Ես կողմ եմ, նայեցեք, հեղափոխության աջակից ուժերի համագործակցությանը, ատելության խոսք եւ այլն։ Ես ասում եմ Ղարաբաղյան կլան, չեք կարծում, որ արցախայցյան նկատմամբ ատելության խոսքը։ Ոչ, ամեն անգամ ես դա ասել եմ, կլանը կա, արցախայությունը մենք ենք, կլանը իրենք են։ Իսկ ովքեր կան այդ կլանը։ Չեմ ուզում ասեմ։ Կլանը նստած է։ Մենք պետք է գողաթափ լինենք։ Կոռուպցիա կանխարգելման հանձնաժողով կուսակցություններ պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվություն։ Բոլորը հաշվետվություն են, բայց դատարկ են, պարոն Շիրինյով։ Այդ բոլորը հրացվում է օրենքով։ Կարող անցեք 2022, 2023, 2024, 2025 թվականների ձեր կուսակցության ներկայացրած հաշվետվության մեջ ամեն ինչ կա։ Պապետ ռեգիստրը ոնց անցկացրել։ Միշտ պետք է լինել ռեալիստ, աշխատել ռեալիստ։ Այդ կամ համարձակ չեմ եղել երևի, ինչ կամ որ դուք եք եղել։ Ինչ եք սիրում, ինչ հոբիներ ունեք։ Ասեմ, քայլել եմ սիրում, անվերջ։ Հեծանիվը շատ եմ սիրել, սեղանի թենիս։ Ռուսական բանակի մուտքը Սիրիա 2 տարի առաջ ճշգրիտ կանխատեսել եմ, Սիրիայի պետությունից շնորհակալություն է հայտնել։ Աշխարհակահաղականություն ես եմ ներդրել մեր երկրում, կոնֆլիկտաբանություն մագազին եւ այլն։ Դու շարունակում ես շարունակում եմ։ Շատ լավ։ Բարև Ջենզի հետևորդներ, մենք շարունակում ենք երիտասարդների համար մեր քաղաքական հաղորդումների շարքը։ Ես Նարեկ Ալեքսանյանն եմ եւ իմ գործընկեր Սուսինա Խաչատրյանը։ Եվ այսօրվա մեր հյուրն է քայլել շատ սիրող, հաշվարկներ ու կանխատեսումներ անել սիրող քաղաքական գիտությունների դոկտոր, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, ինչպես մենք գիտենք, դուք նախկինում եղել եք կոմունիստական կուսակցության անդամ, հետո դաշնակցական, եւ որ ժամանակ առաջ դուք ստեղծել եք ձեր կուսակցությունը։ Հետաքրքիր է կոմունիստական գաղափարախոսությունից անցումը հեշտ է եղել։ Գիտեք ինչ կա, դրանք եղել են մեր երկրի Հայաստանի Հանրապետության զարգացման ռիթմին համահունչ։
այդ իմաստով որևէ բան չի փոխվել իմ մեջ։ Իհարկե արժեքային համագարկի փոփոխություն եղել է, բայց մի բան ինձ պարզ եղել, որ դա գրչունից է գալիս, որ մենք պարտավոր ենք մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերը պաշտպանել։ Եթե սա ուղեցույց ենք վերցնում շահերը պաշտպանել, ուրեմն մնացածը անկանխատեսելի է շատ անգամ էլի աշխարհը այնպիսի փոփոխություն ինչպես ԽՍՀՄ փլուզումներ, հետո ազատամարտը որ եղավ, եւ հետո նաեւ պետականաշինության այն հարցը, որ առաջացավ մեր առջև, դրա համար ես կրկնում եմ, որ ճիշտ ճանապարհ եմ անցել, բայց այդ ճանապարհը անցնելը 2000 թվականն է, դրանից առաջ նաեւ, որ ես ձեր ասած բաները որևէ առնչություն էլ չեմ ունեցել կազմակերպորեն եւ գաղափարապես, հետո կարող եմ ասել ինչու քրիստոնյա ժողովրդավարություն, ինչն է ինձ բերել այդ համոզմանը։ Դրա մասին դեռ կխոսենք Արշին։ Ուզում եմ ասել այդպես նորմալ է։ Եվ դա ես զարմանում եմ նաև այն մարդկանց վրա, որոնք դոգմատիկայի նման մնացին այնտեղ, որտեղ էին, դա սխալ բան է, որտեղ աշխարհակարգ է փոխվել, փլուզվել է։ Մենք արյան բաղնիկներով ենք անցել։ Չի կարելի դա անվանել սկզբունքներին հավատարիմ մնալ, թե սկզբունքներին։ Սկզբունքներին, եթե սկզբունք ազգային շահի պաշտպանությունն է, այո։ Ես ասեցի ինչն է եղել իմ ուղեցույցը։ Ես որպեսզի չլինի, որ մեր կապարանոց եմ ասում ժամանակները փոխվել են, ես սկսում եմ հարմար խոսել, ոչ։ Ուրեմն թիվ ասեմ այդ դեպքում 1994 թվականի ուրեմն 10 հոկտեմբերի 15-ի երկիր Դաշնակցության պաշտոնաթերթում ես ունեմ ընդարձակ այն ժամանակ գիրք տպագրել գրեթե հնարավոր չէր այն մուտուխավար տարիներ գրել եմ հավասարակշռության դոկտրինա հոդված հիմա ձեզ եթե կուզեք վերցրեք եւ նրա ուրեմն այդ դոկտրինայի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության համար որը ռուսերենով հրատարակել եմ Գոլս Արմենի թերթում 95 թվականին հաշվարկներով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսի եւ բալանսավորման քաղաքականություն, ինչպես տեսնում եք։ Թիվն էլ ասեցի, իմ դոկտորականի նյութը, որը աշխարհակարգ եւ Հայաստանն է, որ ես գրել եմ Իսրայելում աշխատածս տարիներին մեր եկեղեցու ճեմարանում դասավանդել եմ դոկտորական դրան է նվիրված աշխարհակարգը եւ նրա Հայաստանի տեղը աշխարհակարգ։ Հիմա դուք որոշեք թե ինչոց է։ Պարոն Շիրինյան, 2012 թվականին Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցն եմ ձեր դիտել, որտեղ ասում եք, որ ժողովրդավարություն անցումը սովորաբար լինում է ավտորիտար ռեժիմներով։ Այո։ Դեռ այդ կարծիքին եք ու արդյոք եթե օրինակ անցնեք ազգային ժողով, այդ նույն կարծիքը լոբինգ կանեք։ Ուրեմն ասեմ, որ այո, այդ տարիներին կարծեմ Ամեկ Պելյուսն էլ երևի։ Այո։ Տեսեք, այդ ժողովրդավարության անցումները լինում են հաջող ավտորիտար ռեժիմներով, բայց պետությունները ընկնում են մի վիճակի մեջ, արտաքին եւ ներքին, որ շատ չեն կարող այդ օրենքներին հետևել, այլ իրականության դեմ են կանգնում եւ այդպես անցում է լինում եւ մեր այսօր ես դա ասել եմ նա երևի թե պատերազմից հետո ժողովրդավարության հաստատման դժվարությունները, որը մի քիչ կարծեք անարխիայի տանում կապ ունի հենց այդ դժվարության հետ, որտեղ ավտորիտար ռեժիմ չառաջացավ հեղափոխությունը ծնեց ձեր տարեկիցների արդեն ասեմ, այս մեր իշխանությունը երիտասարդ սերնդի հիմնական ստեղծագործություն է եւ այլն։ Դրա համար լրացնեմ հետեւյալը։ Ուրեմն նման ճանապարհ անցել է Գերմանիան 45 թվականից հետո ավտորիտար նույնն անցել է Ֆրանսիան գեներալ դե Գոլի երկրորդ պաշտոնավարման տարիներին, այստեղ հետաքրքիրն այն էր, որ եւ գեներալ դե Գոլը, որ դարավարչա, եւ այսօրվա Ֆրանսիան գեներալ դե Գոլի 5-րդ հանրապետությունն է,
եւ Գերմանիան Ադենաուերի ստեղծած իրենք ավտորիտար անձ էին, հետաքրքիր է, եվրոպական մշակույթը իրենք անձեր ավտորիտար էին, բայց պետությունները դեմոկրատական ընթացակարգ են եւ դա իրենց հաջողությունն է։ Հայաստան կանք էլի, այսինքն 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավտորիտարիզմ։ Այո, Նիկոլ Փաշինյանն ինքը ավտորիտար անձ չի, եւ ինքը իրականում ժողովրդավարությանը նվիրված է։ Ինչպիսին է իր պատկերացումները, ուրիշ բան է։ Եվ ինչպիսին է մեր պոտենցիալը, դա էլ ուրիշ բան է։ Բայց ես դրա համար ինձ որ վերադառնամ, մնացել եմ այդ այո, մնացել եմ, եթե մենք Հայաստանում ռեալիզացնենք կանցլերական դեմոկրատիան, որտեղ ժողովրդավարությունը բազմաթիվ տարբերակներ ունի, դրսևորումներ, կանցլերական դեմոկրատիա։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ կամ 2018 թվականից հետո դեռ ժողովրդավարության չենք հասել, կամ 2018 թվականից հետո եղել է ավտորիտար ռեժիմ, 18 Հա, կամ դեռ ժողովրդավարության չենք հասել, կամ էլ 2018 թվականից հետո ավտորիտար ռեժիմի գործիքակազմով օգտագործել է իշխանությունը այդ գործիքակազմը, ու մենք ինչ-որ չափով դառել ենք ավելի ժողովրդավար երկիր։ Ուրեմն ձեր ասած երկրորդ տարբերակն է, եւ մենք տարբերակ չունենք ժողովրդավարությունից հրաժարվելու, հակառակը հեղափոխությունը ծնեց մի բան, եւ դա օբյեկտիվ ընթացք է, ինչքան որ ժխտում են, դա անիմաստ է, էլի ժխտելը։ Ուրեմն դրա համար այստեղ ժողովրդավարության գործիքակազմը պիտի կիրառել երկրի տնտեսական վիճակը բարելավել, որտեղ աղքատ երկրներ ժողովրդավարություն դժվար են անցնում, այստեղ հարցեր կան արտաքին միջավայրի ագրեսիվության պայմաններում անցումը դժվար է լինում, բայց դուք տեսնում եք, որ մենք բավականին հաջողել ենք։ Այդ չի նշանակում, որ այն է ինչ որ կուզենք, բայց որ այդ ճանապարհը հաստատուն է 100% է, ու մենք այդ ճանապարհը շարունակենք։ Ես ասեցի այդտեղ կներեք հիմա այդ տեսաբանները լավ կներ, ինչ իմանային ինչ է կանցլերական դեմոկրատիան, դա է ժողովրդավարություն։ Մի քիչ ավտորիտար դեսերով գնալ նրան ինչ-որ խնդրեմ ասել։ Ավտորիտար ռեժիմի չբացառումը ձեր կողմից ձեր կուսակցության գաղափարախոսության մեջ ինչքանով է տեղավորվում։ Ամբողջովին տեղավորվում է, դա տակտիկայի հարց է, իսկ ասենք կուսակցության գաղափարախոսությունը ստրատեգիան է, ինչպես գնալի հարցն է, ոչ թե ուր գնալը։ Գնալ ժողովրդավարություն հաստատել Հայաստան առաջագործություն, ինչ-որ մեր փիլիսոփայությունը եւ այլն։ Քրիստոնյա դեմոկրատականն է, չէ՞, ձեր կուսակցության անվանումը, դա ինչպես է համակարգող ժողովրդավարություն է։ Ու դրա մեջ մտնում է նաեւ ավտորիտարիզմի չբացառելը։ Ավտորիտարիզմի կիրառությամբ, ավտորիտարիզմի օգնությամբ գնալ դեպի ժողովրդավարություն։ Հենց այդ կանցլերական դեմոկրատիա ասածը, որ Գերմանիան փորձարկվել է, տանում է ուղիղ դրան, ինքը հանգեցնում է ժողովրդավարության բարձր ձևերի հաստատմանը։ Իսկ հասարակական կյանքում էս է քաղաքական, որ միանգամից ոչինչ չի լինում, նա պետք է շարունակի զարգանա։ Ինչ որ Հայաստանում նկատում է, զարգանում է։ Պարզապես դժվար է զարգանում, որտեղ գիտեք վիճակը ինչպիսին է։ Ասելով առաջ ուզում եմ հարցնել Քուր Արաքսյան հանրապետության գաղափարախոսության մասին, որի մասին երկար ժամանակ խոսել եք։ Նախ առաջինը մինչև հիմա արդյոք դեռ հավատում եք այդ գաղափարներին, եւ երկրորդը որ տարածքներն են ընդգրկելու Քուր Արաքսյան հանրապետությունը։ Տեսեք ինչ կա, ինչպես է առաջացել այդ վիճակը։ Ուրիշ բան եմ ասել, դրա հետ ես ասել եմ կամ Քուր Արաքսյան Հայաստանը պիտի ստեղծվի, որովհետեւ մենք կարողանանք մնանք, այլապես աղետիկի ենթարկվենք, կամ Հայաստանի բանակը պետք է շարժվի եւ լախի ուղղությամբ։ Երկուսն չեն արել։ Ես դրա մասին կարող եմ ասել Արցախի զորամասերից մեկում, հիմա չգիտեմ տեղ ասեմ թե չասեմ, երևի կարիք չկա, բայց եթե կարիք լինի կասեմ ում հետ ինչ եմ։ Մի զորահրամանատարի հետ եմ զրուցել 20 թվականի հունիսին, երբ եղել եմ ես տարիներում միշտ եղել եմ դիրքերում եւ ասել եմ, որ մենք տարբերակ չունենք, այս կամ Քուր Արաքսյան Հայաստանի շարժվենք, Սաբիրաբադ, այդ Արաքսի եւ Քրի այդ բանով, հա, կամ Եվլախը պիտի խփենք, երկուսն չարեցիք եւ ես ասել եմ, որ աղետի ենք ենթարկվելու, դա պետք չմոռանալ։ Հայաստանի Հանրապետությունը ձեզ ուներ այնքան հզոր ուժ բանակում, որ կարող էր այդ ամեն ինչը իրագործել։ Գիտեք, ինչ կա, այստեղ մենք հննում ենք մարքսիզմի գիրկը, կամ չէ, պոտենցիալը ունենք, թե չէ։ Բայց լինում է վիճակ, որ ժողովուրդը եւ պետությունը որևէ տարբերակ չի ունենում, քան գնալ մի ճանապարհով, որը վտանգավոր է, բայց հուսադու է։
մենք գնացինք ամենավտանգավոր եւ ոչ հուսալի ճանապարհով, ավելացնեմ դրա համար։ Ուրեմն 14 թվականի հոկտեմբերին ուրեմն ադրբեջանցիները խոցեցին Արցախի բանակի, պաշտպանական բանակի ուղղաթիռը եւ 3 մեր օթաչուներ ուղղաթիռի չեզոք կոդում զոհվեցին ուղղաթիռը ընկավ, ուրեմն այդ շրջանում ես թեքիա մշակութային կենտրոնում 4 հոգով հարցազրույց ենք տվել, եղել է երջանկահի հիշատակ կոմանդոսը, եղել է Վաղարշակ Հարությունյանը, որ այսօր կուսակցություն է ստեղծել է կարծեմ, եւ ուրեմն Շիրխանյան Վահանը, ես եղել եմ քաղաքագիտության դոկտոր, ըստ էության 3 գեներալ եւ մի քաղաքագիտության դոկտոր, իրենք խաղաղության թեզն էին բռնել, որ մի բան պետք է անենք խաղ, ես ասել եմ, բառացիորեն ասում եմ, որ Արցախյան հարցի լուծման խաղաղ էտապը վերջացած է, վերջ էսկալացիա է եւ գործը գնում է պատերազմի։ Եվ տարօրինակ ձևով շատ հարցազրույցի մասնակիցներ են եղել, Ազատություն ռադիոկայանի թղթակիցը հիշում եմ նաեւ ով է եղել։ Ինձ ասեց դուք պատերազմ եք ուզում, ես ասեցի այո, անձնական ասի, որովհետև ուրիշ ոչ մի տարբերակ չկա, այսինքն պատերազմ եք ուզում ինչ է, եւ հետո Ազատություն ռադիոկայանի իմ հարցազրույցի այդ մասը ինձ չի տվել, 3-ին է տվել, բայց ես ճիշտ էի, որովհետև էսկալացիան գնաց եւ գործը հասավ պատերազմի։ Այսինքն դուք հիմա համարում եք, որ Քուր Արաքսյան հանրապետություն ունենալու տեսլականը իրական է, եւ նաեւ չասացիք իր տարածքներ պետք է ասեցի, չէ, ես ասեցի Քուր եւ Արաքս գետերի գնում են այնտեղ Սաբիրաբադ քաղաքի մոտ, ասեցի խառնվում են իրար։ Հետեն է ինչ որ Արտաշես արքան ստեղծել է Հայաստան իր սաթենիկի հետ, եղավ։ Բայց դրա մեջ նաև Արցախի շրջանն է։ Արցախել ինչ էր, ինձ համար դա կարևոր չէր։ Ես գիտեի, որ մենք թե չէ հակառակ բարակապ պարտվելու ենք եւ պարտվեցինք։ Որի մասին ասել եմ, եթե չունեինք օրինակի համար այն ռեսուրսը ինքնապաշտպանելու, եթե ռեսուրս ստեղծել միշտ հնարավոր է։ Լավ, բայց եթե չենք կարողացել ինքնապաշտպանվել, վատ եմ պատկերացնում, ինչպես պետք է լիներ այդ հարցակողական գաղափարախոսությունը, 2020 թվականին ունենք իրավիճակ, երբ որ չկարողացանք պաշտպանվել ու ինչպես էինք հարձակվելու։ Ուրեմն տեսեք ինչ կա, հիմա դուք քննում եք մի հարց, որը անցել է, որը չի քննարկվել։ Ես առաջարկում եմ այդ հարցը քննարկել եւ անել, քննարկել։ Եվ մարդիկ չեն քննարկել, չեն արել, բայց ես երբեք չեմ մտածել, որ բանակը հնարավոր է կողոպտել եւ բանակ չստեղծել եւ շատ եմ ասել ցեղասպանություն տարած ժողովուրդը չունենա բանակ, պետություն չունենա, պետության հետ վարվի այնպես։ Այստեղ կոմպլեքս հարցերի մեջ է այդ հարցը, հասկանում եք ոնց է, այսինքն ասած խիստ ռեալիստական է եղել եւ իրատեսական։ Եթե դուք ենթադրենք խոհանոցում այդ կոնցեպցիան ունեք, չէ՞, որոշել եք անել, ուրեմն դուք բանակ եք ստեղծում համապատասխան պետություն, դաշնակիցներ եք որոնում, հարաբերությունների մեջ եք մտնում։ Իսկ եթե ճպուրն ու մրջունն է, վերջացավ ճպուրը ճիշտ է, ես եմ ասած, եւ դա ես ճիշտ եմ եղել։ Ես այնտեղ ուրիշ բանել եմ ասել, որ Հայաստանը դրա համար ձեր ասածի հիմա, չգիտեմ, իմաստուն է լույս քննարկելը, պրևենտիվ պատերազմի կոնցեպցիա դիվորթեգերի եւ պատրաստվի դրան։ Բայց չի պատրաստվել, հիմա եկեք առաջացնենք։ Մնացածը թե չէ, ես է հիմա այդ դեպքում ասեմ նաև ուրիշ բան։ 96 թվականին երբ է ինձ մոտ կասկած եղել, որ մենք այն պետությունը չենք ստեղծում, ինչ որ պետք է լինի, փաստ եմ ասելու։ 96 թվականի հոկտեմբեր, թե նոյեմբերի 11-ին կամ 12-ին տեսեք թվերնա Գոլս Արմենի այն ժամանակ թերթում ունեմ ընդարձակ հոդված վերնագիրն եմ ասում «Призрак национальной революции» ազգային հեղափոխության ուրվագանը։ Դա գրվել է 96 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրությունները եղծելու եւ կեղծելու դրա պրակտիկայի վրա եւ նաեւ ազգային ժողովի հետ ընդվզումներ բաներ են եղել, որից հետո ես ժամանակ ես գրել եմ, որ
Հայաստանում կատարվեց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մի բան, իշխանությունը չփոխանցել ժողովրդավարական ձևով կամ գոնե երկրորդ էտապ, ինչ որ պահանջում է, երկրորդ քվեարկություն լինի, հարցը բարձվի, ասել եմ, որ այս փաստից հետո Հայաստանի երկնակամարում հեղափոխության ուրվականը թափառելու այնտեղ մինչև մի օր լուծում գտնա եւ դա 18 թվականի Թավշյա հեղափոխության տեսքով եղավ։ Կարող եք հոդվածը կարդալ ընդարձակ բոլոր հիմնավորումներով։ Այսինքն ինչն է ստացվում։ Հիմա այնպես են ասում, ոնց որ ճակատագրապաշտություն է, պարտվելու էինք։ Ես ասում եմ, չէ, եթե բանակը չկողոպտեիք, եթե գեներալը գեներալ լիներ, եթե դասախոսը դասախոս, այսինքն լինեինք այն հասարակությունը, որը պատրաստ էր դրան։ Մնացած ինչ կներ կտեսնեինք, ասում։ Պարոն Շինյան, հաշվի առնելով, որ ձեր նշած ժամանակում բանակը կողոպտել է 2016-ի պատերազմից հետո քարորյա, ասացիք, որ այդ պատերազմը ամրապնդել է մեր պետության հիմքերը, ոնց է Ես չասեցի ամրապնդելը, որտեղ եմ ասել։ Ասել եք, որ ամրապնդելը շատ վաղ 2016 թվականին։ 16 թվականին այդ քարորյա պատերազմի մասին եք ասում։ Ես ասեցի, որ Արցախյան խնդիրը խաղաղ զարգացման այլ հնարավորություն չունի։ Գործը գնում է պատերազմի Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է պատրաստ լինենք, ինչ է։ Այսօր եթե մենք տեսնում ենք, որ հիմա X-ը պատերազմի է պատրաստվում, մենք պետք է ինչ անենք, չպատրաստվենք։ Հիմա ասած շատ դրամանական է։ Եվ կոնցեպցիայի մեջ նորմալ է։ Ուղղակի հանրությունը այդտեղ ուրիշ բան, հոգեբանորեն, սրա վրա եւ այլն։ Ես Իսրայելի պատմությունը լավ գիտեմ, էլի։ Այսինքն լավ գիտեմ որոշակի իմաստով, չի որ շատ էլ այդ թեմայով մեկ այլ հարց։ Չէ, ուրիշ բան եմ ասելու։ Եթե նրանք այդ պարտավորի բանակ չստեղծողի, բանակ կողոպտողի տեսակետով լինեին գեներալ գրակ, ասենք 120 կիլոգրամանոց գեներալով, իրենք վաղուց ճախճախվել էին։ Նրանք գիշեր-ցերեկ անում են այն, ինչ իրենց պետք է, ազգային շահերն է տված։ 44-օրյա պատերազմից առաջ, քարորյայից առաջ, դուք ասում եք, որ ռազմական գործողությունները Ադրբեջանի տարածք տեղափոխելու դեպքում 4-րդ օրը նրա հարցը լուծված է եւ ձեր տեսլականը Ադրբեջանի ջախջախումն է եղել։ Այս պարագայում միևնույն ժամանակ դուք նաեւ պնդել եք եւ պնդում եք, որ գողապետություն է եղել, երկիրը թալանել են, բանակը թալանել են։ Ոնց եք պատկերացնում, որ թալանված ու հիծված պետությունը պետք է Ադրբեջանին ջախջախեր։ Մտածողության երկու սիստեմ կա, մեխանիկական մտածողություն եւ պլյուս ու մինուս իրար կողք չեն կարող լինել, կա մտածողության դիալեկտիկան համակարգ, երբ որ դուք համ են եք անում, համ գողապետություն եք սկսվում, համ էլ լավ պետություն եք ստեղծում։ Այստեղ հակասություն ես չեմ տեսնում, հիմա էլ չեմ տեսնում, բայց որ այո, ես լրատվական ռադիոյով եմ առաջին անգամ, երբ որ չեղավ, երբ որ բաց դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է, ցուցադրվում է եւ այստեղից էլ անընդհատ ինչ-որ անհետ կոմերցիա է, զենք եւ այլն, ինչ-որ խոսում էին, ինձ համար հարցեր թե լավ ինչ հասարակություն է, մենք ինչ պետություն ենք ստեղծել, որ գա եւ այդտեղ ես գնացի 19-րդ դարի ուրեմն այնտեղ ռեկլյուկա ուրեմն հետազոտողի ճանապարհով, որը պետությունները դասակարգում է ըստ լուծոկրատիայի, կլեպտոկրատիայի եւ բանի ուրեմն խոսքով մերիտոկրատիա, չէ, ուր է Հայաստանում մերիտոկրատիա, ուր է թե ուրեմն մի խոսքով եւ այնտեղ ես տեսա, որ 3 դասակարգման մեջ, որը 19-րդ դարում Եվրոպայում հատուկ է եղել, օրինաչափությունների կրկնություն կա վատ իմաստով։ Հայաստանում ուրեմն լութոկրատական իշխանություն է ձևավորվել, ուզեցի տեսնել հայերենով, լավ լատիներենով լութոկրատիա, պլուտոկրատիա, ուրեմն կլեպտոկրատիա եւ լութոկրատիա։ Սա ինչ իշխանություն է, որտեղ պաշտոնյաները տանում են եւ այն ինչ-որ գիտեք։ Եվ այդպես լատիներեն բառարանի մեջ գտա գող բանը, գողապետություն, էսը։ Այնպես որ նորմալ է։ Բայց այնուամենայնիվ չեք պատասխանում են հարցին, թե տարիներ շարունակ, քանի որ դուք եք բնորոշում, հա, որ տարիներ շարունակ երկիրը թալանված է եղել, կոռուպցիայի մեջ եղել, ինչպես կարող է 4 օրում Ադրբեջանի, այսինքն միջև այդ չգիտեիք։ Ինչը չգիտեինք, եթե հիմա ենք իմանում, միջև չգիտեինք, որ օրինակ կոռուպցիա կա Հայաստանում։ Եթե իմացել է, թող ասեին, էլի, եթե մեկ իմացել է, թե ինչ է եղել խորքը այս չափերով, բայց թե չգիտեինք, եթե բա ինչ եմ ասում գողապետություն,
Բայց այդ Բայց խորքը չեմ ուրիշ է։ պատկերացնում, ախր ոնց պետք է հյուծված եւ կողոպտված բանակը, որը ձեր ձևակերպումն է, կարողանա մարտունակություն դրսևորի ու հաղթի։ Եթե 4 օրի վրա եք կենտրոնացել, ես ասեմ 4 օրում, թե 6 օրում։ 4 օրում հիմա կարևոր չի 4 օրը մի շաբաթում։ Հա, ես հիմա եմ համոզված, եթե ազգը պետությունը ռեսուրսները դնում է եւ տեսնում է, որ որովհետեւ ճանապարհ չկա հարցի լուծման, հարցը լուծում է։ Պես որ ինչ եք զարմանում։ Եվ իսկ 2020 թվականի պատերազմի վերջի օրերից մի փոքր խոսենք, այն ժամանակ նույնիսկ դուք ասում եք, որ չգիտեմ, հրադադարի մասին խոսելն է անիմաստ, նույնիսկ հայտարարություն ունեք, որ կարող ենք ենթադրել, որ Շուշին ընկած չէ, այդ նոյեմբերի 8-ին, կամ պետք չէ խոսել հրադադարի մասին։ Ուզում եմ հասկանամ, այս հրապարակային ինֆորմացիան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ բավարար չէր ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետությունը այդ շրջանում, ընդհանուր առմամբ Արցախ, Հայաստանը այդ ժամանակ ունի հրադադարի կարիք։ Ուրեմն տեսեք ինչ կա, հրադադար Ռուսաստանը պարտադրում էր թե ինչներ, ուրեմն երկու մաս կա հարցի մեջ։ Բանակը կռվում է եւ բանակը պետք է զորակցություն ունենա։ Դուք պատկերացնում եք մի բանակ, որի ովքեր որ նրա շահերն են պաշտպանում, անդադ ասում են դուք պարտվելու եք եւ այլն։ Դա անհետեցություն, ինչ որ ուրեմն բանին արձրունին էին մեղադրում, թե ես ինչ ես ասում, այսինքն նա ինչ պետք է ասեր, եթե բանակը կռվում էր։ Հիմա երկրորդ մասը, եթե ես երևում է լավ հետազոտել եք, հետազոտական աշխատանք եք արել, ճիշտ եք արել, եւ իմ կոնցեպցիաները վերակենդանացնում եք կենթանի իմաստով ճիշտ է։ Ես ուրեմն նոյեմբերի 8-ին Գուսակցյան կենտրոնական գրասենյակից հեռախոսով դիմել եմ Զորքին, ինչ-որ իմ սովորությունն եղել, եւ ասել եմ, որ եթե դուք Շուշին հանձնելու եք ոնց որ թե եւ այլն, Հայաստանը հայտնվելու է անանելի մի վիճակի մեջ, որի լուծումները հասկանալի չեն, մանավանդ Գորիսի եւ Պարագայով։ Ուրեմն այդպես զուգահեռը բերել եմ նաեւ, որ ինչպես որ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնեցին, հիմա կարծես թե հիմա Շուշի հանձնման հարցն է հասունացել եւ գեներալիտետին ասել եմ արյան գնով ինչով պիտի պաշտպանվի, այսինքն ի՞նչն է հակասությունը, դուք այդտեղ ինչ հակասություն եք տեսեք, նոյեմբերի 9-ի դրությամբ բաց տեղեկատվությամբ 8-ը ես դիմել եմ 8-ին, շատ լավ, այդ ժամանակաշրջան բաց տեղեկատվությամբ մենք արդեն գիտեինք, որ մեր զորքերը այդքան էլ լավ վիճակում չեն։ Չէ, չգիտեին։ Բաց տեղեկատվությամբ դա արդեն բաց էր, պարոն դուք եք իմացել, ինչ որ մարդիկ են իմացել, մենք էլ ենք իմացել ինչ որ բաներ, բայց մենք ասինքն մեր տեսակը չի կարող նախապատրաստել զորքի բարդությունը։ Մենք նախապատրաստում ենք հիմա պետության հաջողությունը եւ զորքի հաջողությունը, ինչն է տարօրինակ։ Կա մի պետություն, որտեղ ասենք ովքեր աջակցում են բանակին, խոսում են, ասում են, լսի դու բարդվելու ես երիքը եւ այլն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ պատերազմի ժամանակ պետք է նման նարատիվներ տարածել զուտ մենակ այն պատճառով, որ պատերազմ ասում եք դուք գիտեք։ Ճնշել նաեւ, ովքեր որ գեներալներին բարձր, ճնշել որպեսզի կռվեն, ճնշել որպեսզի կռվեն։ Եվ այդ մեր բարդությունը շատ պարագայական է, որովհետեւ երբ է այդ ճիշտ պահը սթափվել լուծությունների։ Հիմա, այսինքն երբ որ արդեն պարտվել են Արցախել հայեր չեն ապրում Արցախում, երբ որ արդեն պարտվել են Արցախը։ Չէ, դրանից հենց Արցախը չհանձնելու համար եղել են այդ խոսակցությունները, հենց դրա համար։ Բարձ է, ոչ թե Արցախ հայաթափվելուց հետո։ Դուք կարող եք նման բաներում որևէ մեկին ինչ ուզեք ասել, չեք կարող ասել, որովհետև ես եղել եմ մինչև վերջ դիմադրելու տեսակետի վրա, հիմա էլ մնում եմ։ Ես ոչ մի բան չեմ փոխում տեսակետների մեջ։ Եթե այսպես է, մեկը, հա, իր պարտականությունը չի կատարում եւ ձախողում է, այդ տեսաբանի հարցն է, տեսաբանի հարցը չի։ Տեսաբանին տեսություն, ուղղություն, տենդենց եւ այլ մանրանշերն է։ Մնացածը մյուսների գործն է։ Այո, ես արել եմ այն ինչ որ արել եմ։ Այսինքն պատերազմի պարտության դեպքում պետք է իրականվեր լուծություններ անել։ Չով ասეთ, ես այդպեսի բան դուք եք հնարում, այդպեսի բաներ մի հնարեք, այդպեսի բան դա անհետություն է։ Միշտ պետք է լինել ռեալիստ, աշխատել ռեալիստներ մեջ։ Շատ լավ, ռեալիստ լինելու մասին 2023-ին արդեն պատերազմից հետո դուք ասում եք, որ Ադրբեջանը արևմուտքի աչքերում իզգոյ է։ Դուք մինչև հիմա այդպես եք մտածում, որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանը թե էներգետիկ
էներգետիկ, թե քաղաքական գործարքների մեջ է։ Հայ ժուրնալիստիկայի հիմնական սխալներից մեկն է անում, ասեմ որն է, եթե դա ժուրնալիզմ է։ Ուրեմն իրադրությունը փոխվում է, իրավիճակը, փոխվում են գնահատականները, փոխվում են որոնումները։ Ուրեմն այդ ասված արտահայտությունները նախ կոնտեքստի մեջ պիտի լինեն, մեկ դա պահանջ է ձևական դրամատուրգիա։ Երկրորդը այն ժամանակվա մասին է խոսքը։ Հիմա վիճակը փոխվել է եւ էներգետիկ ճգնաժամը, այո, Ադրբեջանի հարցի առջև ուրիշ բան է առաջացնում, բայց որ եղել այդպեսին է։ Հիմա մենք աշխատել ենք, թե չէ, էս է հարցը։ Պետք չի բան անել։ Ժամանակները փոխվում են, գնահատականները փոխվում են, բայց մնում է մի բան, հավերժը։ Պաշտպանել սեփական պետության ազգային շահը եւ վերջ, էս է։ Սա հավերժ է։ Մնացածը փոփոխական է, որտեղ իրականությունն է փոխվում։ Իրականությունը բերում է նոր հարցադրումներ, լուծումներ է պահանջում։ Ճկուն լինել է պետք։ Իսկ ազգային շահը հնարավոր է փոփոխվի ինչ-որ ժամանակ առ ժամանակ, օրինակի համար 2020 թվականից առաջ ազգային շահը ուրիշ տեսք ունենա, 2023-ին ուրիշ տեսք ունենա, իսկ 2026-ին օրինակ ուրիշ տեսք ունենա։ Կարող է լինել, բայց դա շատ դժվար։ Իսկ Հայաստանի Հանրապետության օրինակի համար այտենց օրինակով ռեալ օրինակով որ նայենք ըստ ձեզ փոխվել է ազգային շահը տարբեր ժամանակներում վերջի 8 տարիների ընթացքում օրինակ։ Ուրեմն սրվել է, ոչ թե փոխվել, պետության պաշտպանության կայացման հարցը չափազանց սրվել է ազգային շահի, այսինքն առաջի պլան է անդադ մղվել։ Այնտեղ ազգային շահերի դասակարգումներ կան, 4 խմբեր կան, առաջնային, երկրորդային եւ այլն։ Այսա հիմա դարձել է կյանքի ու մահվան հարց եւ դա շատ ճիշտ է։ Իսկ դուք հիմա եք մտածում, որ Ադրբեջանը անվերապահորեն Հայաստանին կապիտուլյացիա է ուզում պարտադրել։ Ես ուրեմն իրավիճակը փոխվել է, բայց ես դա ասել եմ այն ժամանակ ինքը ճիշտ է եղել։ Եթե որևէ մեկ ուրիշ բան կարող ապացուցել, թող ապացուցի, բայց հիմա այն ժամանակը, երբ որ մենք որոնում ենք մեր ժողովրդի եւ պետության անվտանգության հարց, պիտի առաջին հերթին դրանով զբաղվենք, էլի ժամանակի պահանջները փոխվում են։ Եվ ես ասեմ, որ այդտեղ մենք պիտի մի բան արձանագրենք ձեր հարցին հարևանցիորեն պատասխանեմ, որովհետեւ այսինքն ոչ մեկ չզում մարգարե լինել, մանավանդ մինուսի վրա մեզ համար։ Տեսեք ինչ կա, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը սովետականացավ եւ այլն, այդ հայտնի է։ Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսների ձեռքով փոկվեց Նախիջևան շարուրը, տրվեց Ադրբեջանին որպես պրոտեկտորատ, ոչ մաս, պրոտեկտորատ։ Իր 40 քանի տոկոս ազգաբնակչությամբ հայ։ Ուրեմն Արցախը վերածվեց վիճելի հարցի, որ այդ վեճը դա ծնվել 1920 թվականի մայիսին, Կարսը դրվեց Թուրքին եւ այլն։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Հիմա այդ շրջանում Ադրբեջանի կողմն ենք նայում։ Ադրբեջանը հասավ նրան, որ պրոտեկտորատը մեր բարդության արդյունքով վերածեց իր մասի կամ վերածում է, որտեղ խնամակալությունը իրենը չի ինչ է, Արցախի հարցը ծև լուծեց եւ այլն։ Այսինքն իրենք կարողացան ազգային խնդրի հետապնդման իմաստով գերագույնին գնալ իրենք, ինչու, որովհետեւ մի բան խոսեցին սովետական տարիներին, մի բան արեցին եւ ամեն ինչ հրապարակայինորեն չքննարկեցին։ Բարձ է։ Հիմա մենք էլ հայտնվեցինք այնտեղ, որտեղ հայտնվել ենք, ընդ որում 23 թվականին հայրենիք ամսագիրը ունի ուրեմն մեր լավագույն գիտնականներից մեկի հրապարակումը իրական Հայաստան տերմինով եւ այդ Հայաստանի տարածքը այնքան ինչքան այսօր է 1923 թվականի բան ամսագիրը կա, բաները կա, հրապարակել եմ։ Ես ուզում եմ ասեմ, որ երկու մաս կա ձեր ասածին, ժողովուրդը կամ պետությունը պիտի ունենա ազգային իդեալ, պետական, որը ինչքանով քննարկելի է, ինչքանով չէ հարց է, իսկ մնացած ընթացիկ կյանքով պետք է ապրի, բայց ամեն օր ուրակի նման տաշելով դեպի իրեն։
Ինչը որ այդ բնավորություն մենք չունենք, հաս։ Եկեք վերադառնանք ներքաղաքական գործընթացներ։ 2016-ին, երբ Կարեն Կարապետյանը նոր է նշանակվել վարչապետ, ասել եք, որ նրան լավ հնարավորություն է ընձեռվում 4 հանրապետության հիմնադիր լինելու, իսկ 4 հանրապետությունն եւ այն գաղափարներից էր, որ դուք եք ռոպագանդում։ Իսկապես կարծում եք, որ Մոսկվայից եկած մարդը անկախ քաղաքականություն կարող է վարել։ Ուրեմն տեսեք ինչ կա, ժամանակները գնում են եւ բալանսի որոնումը տարբեր գնահատականներ է օբյեկտիվ տալիս պետություններին։ Այսօրվա ձեր բարեկամը կարող է վաղ ձեր թշնամի լինել եւ որը բան չկա։ Այն ժամանակ հաշտեիք, որ իրեն վարչապետ նշանակեցին։ Այն ժամանակ ես ուրիշ բան էի մտածում, որ երբ հիմա էլ եթե մեր այդ Կարեն Կարապետյանի այդ կարգի մարդիկ, որոնք Կրեմլի հետ էին աշխատում, եթե կարողանային այդպես էլ ասեք, ինչու՞ է մեկ չեք ասում, որ արքունիքի հետ համապատասխան ձևով աշխատեն, շատ բաներ կբերեն, բայց Ադրբեջանի այդ էլիտա ասենք, ադրբեջանցիները տանուլ տվեցին, նրանք ավելի մերձեցան Կրեմլի հետ, քան մերոնք կարող էին մերձենալ։ Իմ ասածը դա այդ ենթատեքստուն է, եթե անեին, եթե չեն արել, թող ինչ ասեմ։ Քանի որ խոսում ենք Ռուսաստանից, դուք դժգոհում եք, որ տեսաբանը կարող է քաղաքական գործիցը գաղափարներ առաջադրել եւ ոչ պարտություն։ Չեմ դժգոհում, հարցադրում եմ Չէ, ես հասկանում եմ, դժգոհում եք, շատ հասկանալի աշխարհայացքի հարց է։ Իսկ մենք ավելի շատ փորձում ենք հասկանալ ձեր տեսակետները, դժգոհության բան չի, չի փոխվել, այո, կարող էին։ Ես ասեմ ուրիշ բաներ եմ ասել, եթե դուք այդ տարիների նյութն եք նայում, ուրիշ բան ասեք, որ ցարական Ռուսաստանի լավագույն վարչապետը երկրորդը կամ առաջին եղել է հայազգի Լորիս Մելիքովը։ Ես այդ օրինակն եմ բերել, որ ես բարագաները Ալեքսանդր II-ի կառավարության նախագահը եղել է Լորիս Մելիքովը։ Եթե ուրեմն կարող են իրենք էլ կարող են, հիմա եթե չեն արել, իրենց դարձեք ինչու եք ուրիշ բանով զբաղվել եւ այդ հարցերով էս։ Քանի որ խոսում ենք Ռուսաստանից, ուզում եմ հասկանալ, երկար ժամանակ պահանջել եք, որ հապկից դուրս գանք, այդ դեպքում անվտանգային այլընտրանքը որն էր ըստես։ Մենք պահանջները նայեցեք։ Հիմա վերադառնամ այն հոդվածին, որ գրել եմ այդ 94 թվականին եւ դրանից հետո մենք համընթաց պիտի անենք այդ բոլորը եւ էվոլյուցիոն զարգացումը թույլ է տալիս այդ բոլորն անելու։ Դուրս կգանք այն ժամանակ, երբ որ կզգանք, որ դա պիտի լինի։ Ես եթե վարչապետ լինեմ, այդպես ասեմ, որովհետեւ գիտեք, որ դա չի իմ նպատակը, պիտի որոշումը կայացնել այն օրը, երբ որ մեզ համար խիստ նպաստավոր է, ռուսների համար ոչ նպաստավոր։ Եվ այդ հարցը պիտի լուծել, բայց որ պիտի լուծվի 100% է։ Բայց ես մեղրից եմ պահանջել ռուսական, ինչու՞ չեք ասում ռուսական զորքը պիտի դուրս բերվի, սաբանապազորք ինչ գործում այնտեղ։ Եվ նման բաներ, ասեք։ Քանի որ ասում եք ձեր նպատակը վարչապետ դառնալը չէ, որն է ձեր նպատակը։ Չէ։ Նորի ոնց ձևակերպեցիք, ուրեմն ասել թե որն է ձեր նպատակը, այս խորհրդարանական ընտրություններին մասնակցել։ Ուրեմն տեսեք ինչ կա, ուրեմն ձևական տրամադրության դատողության ձևերը կշռադատության պիտի պահեք եւ չվերագրումներ անեք, բայց հիմա բնական է, եթե մեկը մասնակցում է, օրենք պահանջում է, գնում է դրան, բայց ես ձեզ ասեցի, որ Հայաստանն ավելի կարևոր խնդիր ունի պարլամենտարիզմի կայացումն է, պարլամենտի իմ բարակայում քրիստոնեական ժողովրդավարության պարամետրերն իջեցնելն է, խորհրդարան մտնելը որպես երրորդ ուղու կուսակցություն, թիվ չի երրորդ ուղին էս բարակայում, որը հրաշալի է։ Մոդելն էլ միշտ ասել եմ, այդ կամ որ գիտեք, այդ էլ գիտեք, Բավարիայի օրինակով Գերմանիայի, եւ դա կանենք, հաստատ կանենք, ձեր օգնությամբ իհարկե, եթե կգաք։ Ինչու քրիստոնեական ժողովրդավարությունը, որովհետեւ դա մեր ժողովրդի միսու արյունը այն հազարավոր տարիների այդ գործընթացների մեջ է, քրիստոնեության մեջ է, ժողովրդավարության մեջ է, իսկ այդ տիպի կուսակցությունները, որ ձևավորվել են աշխարհում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ավստրիա եւ այլն, հետ պատերազմային շրջանում ամենալավ արդյունքները իրենք են գրանցել։ Եվ ես այդ ճանապարհով այդ կուսակցությունը տանում եմ դեպի խորհրդարան։
Պարոն Շիրինյան, եկեք նաև ընտրություններից խոսենք, ընտրությունների մասնակցությունից։ Նախորդ ընտրություններին դուք դաշինքով եք մասնակցում, բայց այս անգամ միայնակ։ Ինչ որ քննարկումներ եղել են այլ ուժերի հետ այս ընտրություններում, թե որոշել եք, որ մենակ պիտի մասնակցեք։ Նախ այստեղ մի հարց կա, մի տվաբանական հարց կա։ Կուսակցությունն առանձին 4%-ով է անցնում։ Դաշինքով 8%։ Երկրորդը իմ նպատակը չի որևէ աթոռը զբաղեցնելն այդ գարքի։ Ես այս կուսակցությունը որ ստեղծել եմ 2000 թվականից դրանից մտքերս ընկերներ ունեն, որոնք այդ նման խոսակցություններ արել են եւ այլն ուզեցել եմ, հետո ստեղծվել է, հաջողվել է հեղափոխության օրենի դրանից հետո։ Հիմա իմ նպատակն է որ խորհրդարան մտնի հայկական քրիստոնեական ժողովրդավարությունը, ոչ թե ես լինեմ, ինչ լինի, չլինի։ Դրա համար այս ճանապարհը ճիշտ է։ Երկրորդ մասով առաջինն ասեցի 4%-ը։ Հետո խելակար որ կնա 8%-ի կռիվը տա։ Եթե կա, ասեք։ Բայց 2018-ի ընտրություններին դուք ընդամենը մոտ 6000 ձայն էիք հավաքել, ելի միայնակ էիք մասնակցել, վստահ եք, որ այս անգամ ավելի շատ եք հավաքել։ Վհատությունը ձեր փարատեն։ Այն հարավային Կորեան որ կա, որի կարծում եմ մեքենաներ, Hyundai եւ այլն, ինչ որ կա այսօր։ Տեսնում եք, չէ՞։ Հարավային Կորեան ամեն օր ամեն ինչի մեջ է Հայաստանում։ Ուրեմն բարեփոխվել եւ իր կադենցիային է հասել Կիմ Դե Ջուն նախագահն է իրենց։ Ուրեմն ղեկավարությամբ եւ կառավարման տարիներին ժողովրդավարության մոտավորապես այն մոդելով ինչ որ ես եմ ասում որ ինքն էլ կաթոլիկ էր եւ այլն այդ մի օր առանձին կասեցի հիմա այս պարագայում Կիմ Դե Ջունն անցել է գիտեք ինչ տառապանքի ուղիներով սկզբից մի ձայն է ունեցել հետո չի ունեցել հետո ունեցել է հետո հեղափոխություն է եղել եւ այլն քաղաքականության մեջ տենդենսն է կարևոր։ Դուք այդ տենդենսը պահում եք, թե չէ։ Դուք այդ ուղենիշը տանում եք, թե չէ։ Իսկ հիմա իմ համախոհները շատ են։ Հիմա ինչ կլինի կտեսնենք, ինչն է հարցը։ Շատ է 2018 թվականին երբ մասնակցում եք խորհրդարանական ընտրություններին, ասում եք որ պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանին, բայց ամեն դեպքում ուզում եք անցնել խորհրդարան 2021 թվականին արդեն հայտարարում եք որ ցանկանում եք կոալիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի հետ 2026 թվականին ինչ որ բան փոխվել է։ Մենք նայեցեք, ես նման բաներ երբեք չեմ ասել, կարող եք ստուգել։ Հիմա ինչ չեմ ասել որ 2018 թվականին մտնում կոալիցիա կազմելու համար։ Ես ասում եմ, եթե այս տարբերակն է առաջանում, ես պատրաստ եմ այս քայլերն անելու։ Դրանք տարբեր բաներ են։ Հիմա ասեմ ձեզ ինչ։ Ակնհայտ է որ այսօր Փաշինյանը եւ իր գուսակցությունը ճունեն մեծ մրցակիցներ։ Այդ ով ինչ ուզում է ասի իմ գնահատականն է։ Ես չեմ էլ ուզում վիճեմ, որտեղ դա վիճելու հարցեր չի, ինձ համար 100% է, որտեղ ես 5-6 տարի է այն 6 որ ասեցիք, այդ տարիների ընթացքում Հայաստանի շրջաններ եմ այցելում, Երևան եւ այլն, ամեն շաբաթ կիրակի։ Պատկերացնում եք, չօգնելով։ Ես դա գիտեմ, որ ինք առաջատարն է եւ վերջ, բայց հիմա առաջատարի համար ինչ հարց կա։ Ես ենթադրում որ մենք 4% անպայման կհաղթահարենք։ Այն ուրեմն աշխատանքը, որ ես արել եմ, համագիրների են թիվ ինչ որ կա եւ այլն։ Հիմա իրավունք ունեմ մտածելու, չէ։ Վերջին հաշվով ես նաեւ քաղաքագիտության դոկտոր եմ։ Իմ գնահատականները ձեզ շատ անգամ կարող են տարբերվել։ Դա ոչ լավ է, ոչ վատ։ Հիմա մի րոպե, համբերեք, դա չեք ուզում։ Դուք ուզում եք ձեր ուզածն ասեմ, դա երբեք չի լինելու։ Հիմա տեսեք ինչ, եթե մենք ենթադրենք վարչապետը հավաքում է 49%-ի ձայն։ 52-ը չի, 51-ը չի։ Եթե ես եղա միանշանակ ուրեմն կոալիցիա կազմել եւ խնդիրը Հայաստանում չի լինի կառավարության ճգնաժամ խոսքը սա բայց ոչ թե ես գնում եմ որ կոալիցիա կազմեմ։ Բարձր իմ ասածի իմաստը խնդրեմ ասեք։ Մի հարց, այդ երբևէ դիտարկել եք այս տարիների ընթացքում 2018 թվականից այս կողմ միանալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ միահամուռ ուժերով Ինչ իմաստով։ Այսինքն ես կողմ եմ նայեցեք հեղափոխության աջակից ուժերի համագործակցությանը։ Դրսում ներսում։ Հիմա խորհրդարանական հանրապետության ընտրությունների բարակայում այսպես է անցնել առանձին ովքեր որ 4, 5, 6, 16, չգիտեմ
կամ 2, ուրեմն այնտեղ լայն համագործակցություն ունենալ սեփական սագետներով, սեփական ծրագրերով, ես ցեզ ինչ եմ արում, ես ցեզ առաջարկում եմ եվրոպական քաղաքականություն, հակառակը դա ռուսական ձուլվածն է, ձուլվեք, հետո մի հատ էլ սերժանտ գլխին կկանգնի մեկին, հետո կվերջանա ամեն ինչ կսկսվի նորը, այսինքն ինչ է, իմ արածը պարլամենտարիզմի համար կռիվ է, Հայաստանի լավ ապագայի համար է, այն ընդ որում չափը շատ բարձր է նիշը, Գերմանիան է այդպես, Ֆրանսիան է այդպես, Ավստրիայի նման պետությունն է այդպես, ոչ թե միացեք, այսինքն ինչի, այ համագործակցենք հետո, միասին մեր տեսակետներով։ Պիտի ձեզ ընտրեն, եթե կգնան կընտրեն իշխանությանը, եթե ասում եք, որ ես քրիստոնեական ժողովրդավարություն եմ, դա տարբեր է, օրդոլիբերալ է, դա պահպանողական է, երկրորդը ես մեր ժողովրդի համար արել եմ այնքան, ինչքան, որ շատ քչերն են արել, այդ կարող եմ ասել։ Իսկ կան ինչ-որ քայլեր, որոնց հետ անհամաձայն եք իշխանության արված քայլերի հետ, որ ասում եք դեռ տարբերեք, իսկ ես այդ հարցը ինքը Հայաստանում շատ յուրահատուկ հարցադրում ունի։ Հիմա դուք ենթադրում եք, պետք է ասեմ այո կամ ոչ, բայց ենթադրում եմ, ես եմ ենթադրում։ Հիմա բայց հարցը ինչի մեջ է։ Մենք պատերազմում ջախջախվել ենք, պարտվել ենք։ Մենք փորձել ենք եւ կարողացել ենք Հայաստանի պետականությունը ստեղծված վիճակում պահել բոլոր կորուստներով։ Այս պայմաններում ուզել այս սխալն է կարել, այն սխալն է կարել, մի քիչ ուրիշ հարց է, հակառակը ինչ է ստացվել, ինչ է չի ստացվել, դե քննադատեմ, ինչն է, եթե դուք սխալ չեք, ինչն եմ քննադատում։ Համաձայն եք կամ համաձայն չեք։ Որպես քաղաքագետ կարող եք, չէ՞։ Իրենց կարող եք այդ հարցը տալի մարզների հետ համաձայն է, թե չէ։ Հիմա ասեմ ինչն է հարցը։ Իհարկե գեոստրատեգիայի մեջ իրականում կա այն ինչ որ կա եւ դա դրական է այսօր։ Ողջունելի է թրիփ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչն է հարցը։ Մնացած դետալների մեջ ես գտնում եմ որ այդ դեպքում 14 թիվը որ հիշում եք, հիշեք, ես ասում եմ Հայաստանը պետք է սեփական արտադրությամբ ոչ մետաղական հանքարդյունաբերության եւ այլնի բաներ ունեն, իմ կարծիքը չի փոխվել, նոր տեխնոլոգիաներ ավելացան եւ այլն, բայց Հայաստանը պետք է լինի մի բառ ասեմ քչից շատից ինքնաբավ։ Ինչու՞։ Որտեղ այսօրվա իրադրությունը կարող է փոխվել կտրուկ աշխարհում։ Այդ պայմաններում Հայաստանը պետք է կարողանա ինքը իրենով ոչ միայն դրսի բաներով, այլ ռեսուրսի վրա երկար կարողանա ապրել, աշխատել եւ պայքարել եւ կռվել եւ ապրել։ Ընտրությունների թեմայով 2021 թվականին Արման Բաբաջանյանի հետ էիք համագործակցում 2000 հիմա ինչ պատահեց, ասացիք որ ոնց որ ընկերապար միացաք եւ բարեկամաբար բաժանվեցիք, ինչ որ լուրեր էին զուտպտտվում այն ժամանակ, առաջին համար լինելու խնդիր է եղել, ինչ որ կոնֆլիկտ եղել է։ Ուրեմն ասեմ ձեզ հիմա կավատացել չէ Արմանի հետ Բաբաջանյան համագործակցել ենք լավագույնս, նույնիսկ ընտրություններից հետո երկար ժամանակ, էլի համագործակցություն դե իմաստ չուներ, բայց որևէ խնդիր չի եղել, բայց եթե այսօր ես ուզում եմ առանձին մասնակցել, դա չի նշանակում, որտեղ Արմանի հետ հարց եմ ունեցել կամ ինձ հետ։ Ես ասացի, չէ, ոչ մի բան։ Ընդ որում նորմալ չասեմ լավագույն, որտեղ մի քիչ գերադրականներ թողենք, Արամ Սարգսյանի հետ ունեմ լավ հարաբերություն, ինքն էլ կարծում եմ ինձ հետ, Արման Բաբաջանյան, ասեք կարող եմ ասել, բոլորի վերաբերյալ։ Це նախընտրական դաշին կազմելու ոչ մի խոսակցություն չի եղել։ Ես ուզեցել եմ, որ քրիստոնեական ժողովրդավարությունը առանձին լինի խորհրդարանում եւ մենք ունենանք քրիստոնեական ժողովրդավարության ֆրակցիա ազգային ժողովում, որը այդ պարագաներում լավագույնս հարաբերության մեջ կմտնի, որպես քույր կուսակցություն տերմին կա, մերցի ԿԴՄ-ի հետ Գերմանիայի, որ ուրեմն Ավստրիայի աշխատանքի կուսակցության եւ այլն։ Այսինքն ես ուզում եմ, որ Հայաստանը դուրս բերել նաև կուսակցությունների ջանքերով անվտանգության եւ զարգացման նոր հնարավորություններ, որ ռեալ է։ Ահա իմ ուզածը սա է։ Երկրորդն էլ ասեցի 4%, եթե մենք միանում ենք 8% է դառնում։ Պաշինյան այդ մասով բայց այդ թիվը այդքան շատ բան չանեք ասել։ Ասում եք, որ ոնց որ առաջին այդ նախապայմանը տոկոսների հարցը։ Չէ, իմ ասեցիք քրիստոնյա ժողովրդավարությունը, բայց ասեցի նաև արդեն դաշինքով չմասնակցելու ոնց որ առաջին բանը պատճառը առաջինը ինքնուրույն լինելն է, երկրորդն է 4 դիմատեղերը եթե փոխում եք։ Բայց օրինակ ԲՀԿ-ն դաշինքի տրամաբանությամբ, բայց մեկ կուսակցությամբ է մասնակցում
այս Դա իրենց ընտրություններին։ գործն է։ Իրենց ուրիշ է խանգարում, որ այն ուժերի հետ որոնց հետ համագործակցում եք, որտեղ մենք գաղափարական եւ արժեքային կոնցեպտուալ մեր յուրահատկությունը ցանկացած հետ միանալով կորցնում ենք։ Ես չեմ ուզում կդամանել լիբերալ, բայց ես չեմ ուզում ուլտրա լիբերալ լինել։ Դա դրանք տարբեր բաներ են։ Այսինքն դրա համար էլ այս երանգները մնում են տեսակետներ տարբեր են։ Որտեղ լիբերալ հետ կուսակցությունները երրորդ ուղի ասեցի, այդպիսի բան ունեն, ժամանակին քանի որ 1960 թվերին են ձերբազատվել հարցերից շատ, այնտեղ այսպեսի լոզունգ կար, հիմա դա չաշխատում, բայց բովանդակություն մնում է, ոչ սոցիալիզմ, ոչ կապիտալիզմ, չվերցնել սոցիալիզմի վատը, չվերցնել կապիտալիզմի վայրի են վատը, այլ սոցիալիզմից վերցնել լավը, կապիտալիզմից եւ համադրել, եւ գերմանացիներին դա հաջողվեց, ինչ որ դրական է, բայց լինելով մասնավոր սեփականության, անվտանգության, պահպանողական եւ այլ մշակութային կուսակցություններ։ Այսինքն սա այն է, ինչ որ ժամանակին նաեւ Բժեզինսկին էր ասել, եւ սա մեր կուսակցության նկատառումների մեջ է։ Հայաստանում ունենալ տեխնոտրոն հասարակություն իր բոլոր բանով, մնացածը ամեն իրա երանգով։ Ճիշտ ենք, հասկամ ներողություն արեք, որ հետընտրական կոալիցիայի դեպքում դուք կհամագործակցեք միայն իշխանության կամ իշխանության աջակցող ուժերի հետ։ Միանշանակ, ես այն մարդն եմ, որ հայտարարել եմ ու հայտարարում եմ, այո։ Եթե մենք լինենք, ոչ մի ձևով Հայաստանում հետընտրական զարգացումներ չեն լինի ԿՊ-ի տոկոսի, եթե ցածրի պայմաններում, ենթադրենք։ Իսկ եթե բարձր է, դա ինքը հարցի։ Եթե բարձր է, մենք կլինենք այլընտրանքային ընդդիմություն, ոչ թե ռևանշիզմ, եւ ոչ որևէ պետության շահերի սպասարկու։ Սա չի լինելու։ Բայց սա ինչ է լինի, եթե մենք կլինենք Հայաստանի Հանրապետության ուրեմն իշխանությունը եւ պետությունը ճգնաժամային ոչ մի խնդիր չի ունենալու 100% ձեռք ենք մեկնելու հեղափոխություն արած եւ անողների առաջին հերթին վարչապետին միանշանակ մի քանի ուժ թվարկենք ասեք նաեւ կներեք նման պայմաններում էսպիսի բան է լինում եթե լինում է պայմանագիր են կնքում ասենք այս կոալիցիայի մեջ մտնողները որոշակի հարցերի շուտ պայմանավորվում են այս հարցում համաձայն չեմ կոմպրոմիսներ քաղաքականություն ինչ է դուք շատ լավ գիտեք դա կոմպրոմիս է ազգային շահի որոնում է եւ այլն այդ կանենք այնպես որ կասկած չունենաք մենք չենք թողելու Հայաստանի պետականության անգում բացառված է շատ լավ նախորդ ընտրություններին դաշինքով նույնիսկ հավաքել եք 1.5% ոնց խոսեցինք արդեն բայց այնուամենայնիվ հետաքրքիր է ինչի 5 տարի անց այդ վստահությունը կա, որ այս անգամ օրինակ ավել կհավաքի։ 1.5%-ը մի հատ խապուսիկ բան ունի մեջը։ Դերով կարող եք։ Չէ, տոկոսը ճիշտ եք ասում։ Ասում եմ բովանդակության խապուսիկություն ունի, կարող ես բացատրեմ, չեք ուզում չբացատրեմ։ Հիմա երբ որ մենք միտինգ էինք անում, պարոն Բաբաջանյանի հետ, մեր միտինգի վերջի, ուրեմն օպերային թատրոնում եկել Քոչարյան Ռոբերտի միտինգներ, մի բան բարձրացավ, այն պարսկահայերն ասում են մի խինդ, եւ այդտեղ մենք քննադատություն իշխանության դադարեցրինք, հասկանալով նրանք տոկոսները խփելու են երևի, մենք այդտեղ գնացինք ինքնազոհաբերման, որ ասում եք տոկոսները խփելու եք, ես չհասկացա ինչ նկատի ունեք։ Դե այնպեսի մի բաներ առաջացել, հետո մենք իմացանք, որ Արցախից գիտեինք, չէ, որոշ բաներ, որ մարդիկ են եկել, քվեարկելու են, այս process-ներ են գնում, եւ այդ ուժը ռևանշիզմը հսկայական կարող է թվեր փոկել։ Մենք այդ պայմաններում գիտեք, չէ, եթե իշխանությանը քննադատում եք, դուք շատ տոկոս եք տանում։ Սա մեր մոտ չի այդպես, աշխարհում ընդունված բան է։ Մենք այդ պայմաններում մեզ զսպեցինք գայթակղությունից, որ իշխանության սխալներից էլ չխոսենք կամ որովհետև այն մեկը գնում էր առաջ։ Մենք դրանով զսպեցինք։ Եթե իշխանության սխալներից չեք խոսում, որպես անդիմություն ասեցի, դուք ուշադիր եղեք։ Այդ պահի տակ մենք կանոնավորեցինք, որպեսզի նրանք հաջողություն չունենան եւ այդպես եղավ։ Հետեւաբար այդ 1.5%-ը այնպես որ հաջողության տոկոս է մեր։ Որպես արտախորհրդարանական ընդդիմություն, արդյոք իշխանության սխալները այս պայդրությամբ քննադատում եք։ Իհարկե քննադատում եմ։
այսինքն ինչն է հարցը։ Ես ընդհանրապես քննադատությունից ոչ խուսափում եմ, բայց ասեմ հետևյալը, նախ այդ համագործակցությունը եղել է արտախորհրդանական, շատ արդյունավետ, որտեղ եղել է այսպիսի մի ձևաչափ, որտեղ ազատ զրուցել ենք, որոշումները չեն կայացվել, ասենք մենք իրար հետ ազատ ենք եղել, իրար հետ այդ բոլորը խոսելու եւ այլն։ Հիմա մնացածը, եթե ռևանշիզմի վտանգը չլինի, ռուսականության վերադարձը ձեզնից եւ մյուսներից ես արմատական քննադատության շերտեր կբացեմ, բայց քանի որ ռևանշիզմը Հայաստանում մահվան ուրվականի պես պետականության վրա է ման գալիս եւ հյուսիս նայեք ինչ է կատարվում, դրա համար բավարարվում ենք նաեւ անձնական զրույցներով, թերություններ ասելով, հասկանալով մի բան, որ մենք մի բան, որը մեկս իրավունք չունենք պետականության անգում թույլ տալու։ Մեր դիրքորոշումն այդպեսին է։ Դուք կարող եք չավանեք, հա։ Եկեք անցնենք քաղաքական արժեքներին։ Դուք գիտեք ինչ է ատելության խոսքը եւ ինչ դրսեւորումները ունի։ Գիտեք ինչ կա, ես դրանք շատ են ուռճացում, ատելության խոսք եւ այլն։ Ես ինչին եմ կողմ, բովանդակային քննարկումներին, ինչը որ չկա։ Բովանդակային։ Դուք տեսեք, հիմա նստում են լավ, ամեն օր, ինչքան եմ ասել, ես որ ասում եմ գալիս եմ Քոչարյանից, ինձ հարց չտակ։ Ոչ էլ Սամվելից տվեք, ոչ էլ ինձնից տվեք։ Բայց դա ձեր իրավունքն է, էլի։ Բերեք, հարցրեք տնտեսության վերաբերյալ ինչ տեսակետ ունեք, մշակույթի զարգացման ինչ տեսակ, տեխնոլոգիաների, ատելության խոսք եւ այլն։ Երբ որ ասում եք Ղարաբաղյան կլան, չեք կարծում, որ Արցախայցյան նկատմամբ ատելության խոսքը։ Ոչ, ամեն անգամ ես դա ասել եմ, կլանը կա, Արցախայցյանը մենք ենք, կլանը իրենք են։ Իսկ ովքեր կան այդ կլանը։ Չեմ ուզում ասեմ, կլանը նստած է։ Բաքվի բանտում։ Չգիտեմ։ Բերեք այդ անձնապես ես ինչ որ է ուշադիր հետևեք կտեսնեք հիմա ինչն է հարցը մաֆիա, կլան, գողապետություն այդ բոլորը ճիշտ են Հայաստանի համար մենք պետք է գողաթափ լինենք եւ այդ մարդիկ որոնք պատասխանատու են բայց Արցախայցյանը նույնականացնել նրանց էլ ո՞ս կարելի անհետետ է այն պարագայում որ այդ բոլորը կատարվում Պարոն Շեյնյան ընտրողների մեջ նաեւ երիտասարդներ կան ու նաեւ այնպես երիտասարդներ որոնք առաջին անգամ են ընտրության մասնակցում եթե որոշ բաներ ասում եք օրինակ չեմ ասում չեմ խոսում դրանց մասին Ընտրողը ինչպես իմանա։ Իրակորձն ընտրությունի մեջ ցույց կտա, դուք շատ մի մտահոգվեք, ընտրողը ոնց կողմնորոշվի։ Ինքը իմ ասածի վրա կողմնորոշվի։ Կամեն, այդ չէ կա մտահոգ, մի մտահոգվեք։ Մտահոգ ենք այն առումով, որ շատ երիտասարդներ քաղաքական կոնտեքստի մասին այդքան լավ պատկերացում չունեք։ Ինչու՞ գիտեմ, օրինակ երբեք վերջի անգամ երիտասարդների հետ շփում ունեցալ, բայց իմ սերնդակիցներից քաղաքի մի մեծ հատված քաղաքականության պարզապես չի հետաքրքրվում։ Նախ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, վերջի անգամ երբեք երիտասարդների հետ շփում ունեցալ այս թեմաներով ու արդյոք որ երիտասարդների քաղաքականությամբ չեն հետաքրքրվում։ Ուրեմն տեսեք, ասեմ ցեսին, ես 8 թվականից մանկավարժականում քաղաքագիտության ամբիոնի վարիչ եմ։ Այսինքն ես երիտասարդության հետ շփվում եմ ամեն օր, ամեն ժամ լսարանում, միջանցքում եւ դրսում, միանշանակ։ Այսինքն այդ հարցը իմ համար չկա։ Դուք պետք է հարցնեք նրան, ով որ երիտասարդին չի երկրորդ հարցը ասեմ երկրորդը ուրեմն Հայաստանում ես մանկավարժություն եւ դուրս ուրեմն աշխարհակահաղականություն առարկան ակադեմիական համագարկում ես եմ հիմնավորել նաեւ ուրեմն մանկավարժականում ուսանողների համար եթե կոնֆլիկտաբանություն եմ մտցրել որ թվում է դե մանկավարժությունը կարող է դրդ կապ չունի եվրոպական քաղաքականության բալանսի իմաստի հատուկ կուրսեր եմ կարդացել իրավաբանների մեր եւ այսպես կարող եմ շարունակեմ հիմա պետք է ասեք հիմա ինչ եմ ուզում ասել ահա այդ հարցը երիտասարդության հետ շփվում եմ թե չէ ուրեմն կարող եք բանը համալսարանից մայրբուխից պատահել է եւ հրավիրել են գնացել ենք այսպես նստել ենք զրուցել ենք եւ այսպես ուրեմն ակադեմիայի Պատմության ինստիտուտի ասպիրանտներին կարող եք գնաք ասեք եւ ուրիշ այսինքն այդ հարցի համար չկա ես շփվում եմ ամեն օր ամեն ժամ որտեղ նաեւ իմ աշխատանքն է այդպեսին այսինքն
դուք նստել եք, ուսանող եք, ես դասախոս եմ, ուրեմն դե շփվենք, ասեք։ Որպես քաղաքագետ ու քաղաքական գործիչ շատ խտրական արտահայտություններ եք թույլ տալիս, օրինակ ատելության խոսքեր գեներացում, չգիտեմ։ Ինչ է նշել, եթե Դավաճանին ասում են Դավաճանը, ատելության խոսքը անասուն եք անվանում եւ շատ հիմա ընդհանրապես ձեր ստատուսներում այնքան շատ են նմանատիպ։ Շնորհակալություն եմ ասելու ադրբեջանցիներին։ Չեմ ասում շնորհակալություն, բայց Դա նկատում եմ քաղաքական մշակույթի հարց է, նայեցեք։ Քաղաքական մշակույթի ուրեմն այդ օրակարգը ձևավորվում է պահանջարկի եւ դիմացինի ուրեմն խոսույթի եւ այսօր առաջ ասենք այդտեղ։ Իմ հարցը նրանումն է, որ նշում եք, որ շատ ուսանողներ ունեք, որպես քաղաքագետ իրենց ոնց եք օրինակ ծառայում։ Շատ լավ, խտրական վերաբերմունքը կապ չունի։ Ես որ մի ուսանողին եմ խտրական, ուրեմն եզակի դասախոսներից եք հանդիպել, որը երբեք տաշկաշարք չի վերցրել, երբեք զարտուղի ճանապարհներով ուսանող եւ այլն նեղության այնպես որ ատելության խոսքը վերաբերում ավելի շատ ծեր երևակայության կան այդ խոսքը դա ինչ չի վերաբերում մանավանդ ուսանողության բարակայում ասեք մնացած ուրիշ հարցեր ասեք շատ է ուսանողությանը քանի անդրադարձանք մեկ հարց տամ 2023-ին Արցախի այդ բռնի տեղահանման օրերին դուք ուսանողությանը կոչ եք արել Ձեզ մեջ բերում վզներին դուրս տալով շպրտել այն դասախոսներին ու աշխատակիցներին, ովքեր կհամաձայնեն քննադատել կառավարությանը կամ վարչապետին, նրանց անվանելով հայության ստորագույն սեգմենտ եւ 5-րդ շարժում։ Ուրեմն տեսեք ինչ կա, դուք կապում եք ինչ-որ թվի հետ, բայց այդ կարծիքը, երբ որ բուհերում լցված է եղել պետական հակակառուցություն, թվերի հետ մի կապեք, դա այդպես չի։ Ես հիմա եմ գտնում, որ ովքեր որ հակապետական կուրս են վարում, դասախոսների մասին է խոսքը, ուսանողներն իրավունք ունեն վզներին տալու եւ դուրս գցելու։ Լավ եմ անում։ Կներեք, այսինքն ինչ է նշանակում բռնության կոչը։ Հա, այդ վզներին տալու օրինակ բռնության կոչ չի դասախոսներին ու աշխատակիցներին։ Բայց դուք մտածում եք, որ իրավունք կա, թե չկա, հա, իրավունք չունի մարդը ասելու, դա դուք դա եք ասում։ Հա, բռնության կոչը, հա, ինչ։ Ինչ այդ օրերին պետությունը պահելու խնդիր է եղել։ Բուհերը ցնցվել են, դուք պետք է կանչեք սրանց, թե ինչու եք այս ծանր վիճակում այդ տարիներին, ինչու եք դուք այս մարդկանց հետ ուրեմն պետության հարցում այսպես հակապետական դիրքորոշում ունեցել դասախոսներին։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ հակապետական դիրքորոշում են որտեղ գրել, ոչ թե ինչ-որ մարդկանց, որոնց հետ ես գոլեկաներ եմ աշխատում։ Այսինքն նորմալիզացնում եք բռնության կոչը, որ ասում են հեղափոխություն արդարացնում եք, թե չէ, հեղափոխություն արդարացնել է հեղափոխության օրերին։ Այս հեղափոխությունը անվանում եք Թավշյա, այս անգամ ես Թավշյա շատ քիչ եմ ասել։ Չէ, բնութագրում ես ասել եմ հայկական հեղափոխություն։ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնութագրումը հեղափոխության վերաբերյալ Թավշյա հեղափոխությունն է։ Այդ իշխանությունն է ասել։ Ես ասել եմ հայկական հեղափոխություն։ Այսինքն Թավշյա չի եղել հեղափոխությունը։ Թավշյա է եղել, բայց ինձ համար բովանդակությունն է եղել կարևորը, ոչ թե ձևը։ Թավշյա ձևն է, ինչպես, որը ողջունելի է, չէ՞։ Հիմա կա ինչ-որ ձևով այդ հեղափոխության արժեքների ու բռնության կոչ անելու միջև ինչ-որ տրամաբանական խզում։ Հիմա կարծում եմ, որ հիմա մենք պետք է անցնենք էվոլյուցիոն զարգացման փուլ, էվոլյուցիոն եւ կայունացման փուլ։ Իմ կարգախոսը եղել է կայունացումը այդ տարիներն ասք։ Պարշինյան, բռնության կոչերի վերաբերյալ ձեր կուսակցության անվան առաջին տառը քրիստոնյան է եւ դուք հղվում եք նաեւ քրիստոնեական արժեքներին պետություն ձևավորելու համար։ Այդ արժեքներից առաջնայինները քրիստոնեական հանդուրժողականությունն, ասելն, հարգանքն դիմացինի նկատմամբ։ Հիմա երբ որ դուք ճիշտ եմ հասկանում, որ արդարացնում եք բռնության կոչերը, ատելության ինչի մասին երբ է եղել։ Մենք մեր երկրում երևի եզակի մարդկանցից է, որ միշտ ասել եմ ներքին քաղաքականության մեջ պետք է երկխոսություն լինի։ Հիմա մնացածը բա հեղափոխություն առած բռնության է լինում։ Հասկանում եք ոնց է, բա ունեցվածքի վերադարձը կամավոր են բերում հանձնում, ես ամեն մեկի վրա տասնյակ մարդիկ 20 հատ գործ կա ունեցվածքի եւ այլնի։ Մեկը տեսել եք կամավոր վերադարձնի, ասի ես ապացուցում եմ, որ իրենք չեն գողացել, բայց տանում են եւ այլն։ Ուրեմն պետությունը նաեւ բռնության ֆունկցիա ունի, օրենքը եւս բռնության ֆունկցիա ունի։ Եթե բռնությունը չի աշխատում, օրենքի շրջանակում, ուրեմն օրենքը չի աշխատում եւ այլն, ինչ եք զարմանում այդ կան։ Տարօրինակ չի դա։
Ինչ ես զարմանում եմ ձեր զարմացածի վրա, բայց այդ օրերը անցել են, մենք հիմա հեղափոխությունը եղել է ֆրանսիական հեղափոխությունը։ Հիմա Ռոբեսպիերի մոտ մեղադրեք, բայց հեղափոխություն ո՞նց էին անելու, եթե չէր լինելու բուրբոնների այդ մակրելը, բուրբոնների կախեցին էս Կրոմվելի ժամանակին չէր լինում, բայց անգլիացիք դադաբարդում են, չեն դադաբարդում, բայց ինչ են ասում, դա անցավ գնաց, հիմա մենք պետության շինարարությունով ենք զբաղված, ինչպես որ մեր բարականն է, ասի։ Ձեր կուսակցությունը գրասենյակ ունի, չէ։ Հայհարկում է։ Տիգրան մեծ հասցեով է, չէ, գտնվում։ Կասեք, վարձակալում եք, չէ։ Որքան վարձ եք տալի, եթե գաղտնի։ Ուրեմն այդ բոլորը պետ ռեգիստրում եւ այն բոլոր գրանցված է, իրենց հետաքրքիր է նայում են։ Տեսեք, ինչ է մեծ հարցերը տալիս։ Ասեցի, հա։ Որովհետև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կուսակցությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվություն։ Բոլորը հաշվետվություն, բայց հաշվետվություն։ դատարկ են պարոն Շիրինյան, ոչ մի տվյալ ներառված չէ հաշվետվությունների մեջ։ Չէ, կարող եք ստուգեք, ոչ Չէ, ստուգված է եւ չկա դրա համար։ Մենք չունենք հարց։ Մենք որովհետև կանոնավոր աշխատում ենք։ Չեք լրացրել։ Ինչից։ Ասում վստահ եք, որ դատարկ չեք լրացրել այդ հաշվետվությունները, այսինքն դատարկ չեն լրացրել։ Լրացրել է, դե շենք կա, բան կա, ոնց ենք, այսինքն չեմ ասում։ Տեսեք, այդ հայտարարագրերում պետք է հաշվետվության մեջ պետք է Երևան թողնեք ինչ եկամուտներ ունի կուսակցությունը, նվիրատվություն ստացել անդամավճար, ծախսեր, այդ բոլորը լրացում է օրենքով։ Կարող անցենք առանց 2022, 2023, 2024, 2025 թվականների ձեր կուսակցության ներկայացրած հաշվետվության մեջ ամեն ինչ կա։ Պետ ռեգիստրը ոնց անցկացրել։ Պետ ռեգիստրում երևում անդամենը կուսակցության տվյալները, բայց ֆինանսական հաշվետվություն չի ձեր կառնում։ Առաջ եթե պետք է իրենք միջոց է։ Դուք էլ ձեր անունից հայտարարագրեր մեկ անգամ եք ներկայացել 2024-ին։ Դες երկու օրը լրացնում ենք էլի։ Ես պահանջը մի ամսվա ժամանակ կա։ Շատ լավ, ՖԲ-ում դիմել եք նաև ձեր աջակիցներին գումար հավաքելու համար։ Իսկ այդ շենքը Խաչատուր Սուքեսյանն է, չէ՞ պատկանում, եթե։ Այդ շենքը բիզնես կենտրոն շենք է, որտեղ կան IT կենտրոններ, հաշվապահություններ եւ այլն։ Բայց Խաչատուր Սուքեսյանի եթե լիներ Ծառուկյանի շենքը, ուղղակի հարցնում եմ։ Ծառուկյանինն է։ Seal Buildings, բայց վարձ չեք տալիս։ Բա ո՞նց չեք տալիս։ Հա, բայց չենք անում։ Դուք ասենք լիներ Ալեքսանյան բանին է շենքը, հիմա ինչ։ Հիմա չեք ասելու ինչքան վարձ եք տալիս, պետք է դա հաշվետվության մեջ երևի։ Ասեք, անցեք այդ։ ՖԲ-ի Facebook-յան գրառմամբ ձեր աջակիցներին հորդորել եք գումարներ տրամադրել։ Չգիտեմ, երբ եք հանրային հաշվետվություններ կայացնելու այդ թեմայով օրինակ։ Մի հատ տեսնենք ինչ անենք, ինչ կանենք։ Դուք չգիտեք ինչքան գումար են դեռ փոխանցել։ Նայում ենք, այսինքն տածիկ հարց է, տվել ենք, նայենք, կտեսնենք, ինչ։ Այսինքն հանրային հաշվետվություն։ Եվ այդ բոլորը կտրվի ինչպես որ միշտ տրվել է։ Իսկ ինչի է անձնական հաշվեհամարով հավաքում այդ գումարը ու ոչ թե կուսակցության։ Ձեր հաշվեհամարը։ Ինչի է անձնական հաշվեհամարով հավաքում ոչ կուսակցության հաշվեհամար ունի, կոչի արված կուսակցության հաշվեհամար են դե համարները, որ կան դիմեն ընդ։ Ձեր անձնականը չի։ Չէ, ինչ, ինձ անձամբ ես փող եմ հավաք։ Չէ, այնտեղ որ հաշվեհամար էի գրել եք ձեր անազգանունը, հա, ես եմ գրել, որ այս կուսակցությանը կարող եք ես ինչ հաշվեհամարով, ես նման բաներ։ Վատ է։ Շատ լավ։ Լավ, ինչ։ Անցնենք քաղաք։ Եկեք ինչ հարց է, ասեք, այնտեղ որ բանների ոնց է լինի բռաբը։ Այս մի փոքր նաև ձեր գիտական գործունեությունից է, հետաքրքիր գիտական գործունեությունից, ուզում եմ հասկանալ ըստ ձեզ որն է գիտնականի ու գիտության հիմնական նպատակը պետության համար։ Նայած գիտեք ինչ կա, ժամանակները որևէ ժողովրդի եւ որևէ պետության արժեվ խնդիր են դնում, օրինակ ես գտնում եմ եւ դա հանրային եմ շատ ասել, այդ դրանք է, որ Հայաստանը միջուկային ֆիզիկա պիտի ունենա անպայման, քվանտային ֆիզիկա պիտի, ես ինքս ֆիզիկոս չեմ։ Հայաստանը պիտի լավագույն քաղաքագիտություն ունենա, չէ՞ պիտի ունենա, չէ՞։ Եվ նման բաներ։ Առանց հիմա ուրիշ բան է առաջացել է ուրիշ խնդիր, որ տեխնոլոգիական հեղաշրջումներն են, որ գիտությանը փող է բերում, երկրին փող են բերում տեխնոլոգիաները, ֆիզիկայի ոլորտում, քիմիայի, հիմա քիմիան այդքան բան չի, պիտի լինի էլ առանց գիտության ինչպես եք պատկերացնում, օրինակ ես այդ 4-րդ հանրապետությունը, որ ասում եմ, ես դա տեխնոտրոն հասարակություն եմ պատկերացնում, բայց դա իմ պատկերացումը չի, բզեզ իսկն է,
մենք պետք է դրանց հնարավորություններ ունենանք, այլապես Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, ինչպես է ապրելու։ Պարշինյան, դուք ձեր գիտական գործունեությունը դուք ոնց է գնահատում, ինչ տեսանելի արդյունքներ։ Ես դա ուրիշները կարող են։ Ես հրապարակային նախ անձեմ, ինչ հետազոտություն լինում է երևի հասնում է տեղ, այդ մեկ, երկրորդ մասը կա դրանք գումարանց գրքեր եմ հրատարակել, գրադարաններ եմ գցած են, 16 թվականին ես արդիականացման տեսություն եմ գրել, 7 թվականին հրատարակել եմ դոկտորականս Հայաստանն աշխարհակարգում, ինչ որ այսօր լինում է, այսինքն իմը սպառվող է, բուհերում դե ինչ ասեմ, գիտելիք էլ բաժնում հետազոտել։ Ես ինչպես կարող եմ իմ աշխատանք գնահատել, ես հրաժարվում եմ նման բանից, ասեմ։ Իսկ ձեր գիտական գործունեության մեծ մասը, եթե ճիշտ ենք ուսումնասիրել, հայկական ամսագրերում է, չէ, հիմնականում մանկավարժական համալսարան, գիտությունների ազգային ակադեմիա, ունեք միջազգային հրապարակումներ։ Ուրեմն միջազգային այս վերջի տարիների Սկոպուսի հարցը սրվել է եւ ունենք։ Հիմա, այսինքն բայց ես դրա հետ այդքան համաձայն եմ, թե չէ, այս հարցը կա, միջազգայինի հարցը, որովհետև ես այդքան էլ համաձայն չեմ, ինչու ամբողջ ռեսուրսը, որ դրսում եւ ներսում, եթե մարդկանց պետք է լինում, ձեզ գտնում են, վերցնում են եւ այլն։ Ինչպես որ մենք ենք գտնում ենք եւ հիմա այս հարցերի մեջ, բայց դե պետությունը այդ խնդիրը դրել իշքան արդյունավետ է, ես դա չգիտեմ, ժամանակը ցույց կտա, բայց ես մեր երկրի բարդությունները եւ պետության վիճակը նկատի ունենալով, ես կարծում եմ, որ հայկական ռեսուրսը ուղեղը էլի հնարավորություն է դուղորձեն Հայաստանի խնդիրների վրա եւ քաղաքագիտություն եւս, որտեղ աշխարհում լավագույն քաղաքագիտություն կա, բայց մենք ունենք թե չունենք, այս է հարցը, եւ ֆիզիկա եւ այլն։ Դրա համար դա խնդրալից հարց է ինձ համար այդ դրսի հրատարակություն։ Հիմա որպեսզի ցայն բարբարո հանապատի չթվա։ Դուք միանգամից ես ասի չեմ ուզում։ Ես ասացի գերադասում եմ, ասի գերադասեք հայկական ամսագրերը։ Այո, եւ ճիշտ եմ դա, ես եմ ճիշտ, ոչ թե մոդայից է։ Հիմա տեսեք մի բան ասեմ։ Բայց պարոն Շինյան, այդ ամսագրերը գիտական առումով ինդեքսավորում չեն անցնում։ Նայեցեք, հիմա ես ասում եմ իմ տեսակ, դուք ուզում եք ապացուցել ձեր ասածը ասեմ։ Ինձ դա հետաքրքիր չի։ Չէ, ճշգրտողը այսպես է, ես բացատրում եմ ինչի համար, չէ, ճշգրտողը պիտի օգուտ լինի։ Մեր երկրին ինչ են տալիս դրանք։ Մի հատ կասեք մեկներդ։ Ինչ է տվել, բայց ես դեմ չեմ, որ դուք էլ տպեք, եւ այդ պարտադրանքները չպետք լինեն։ Հիմա ես ցած իմ արածից ասեմ, որտեղ դուք շատ հետաքրքրեցիք դրանով։ Ուրեմն 12 թիվներ, կարծեմ, Աննա Իսրայելյանը, ինչ որ հարցը կայքեջ էր, որտեղ ես հարցազրույց եմ վարել Արման Նավասարյանի հետ եւ ճշգրիտ վերլուծելով ապացուցել եմ, թե ռուսները երբ կմտնեն քաղաքական դեսգերստրատեգիայի, Սիրիա եւ ինչպես կօգնեն կամ չեն օգնի եւ այլն, որի վերաբերյալ Սիրիայի պետությունը դեսպանի մակարդակով իզդից հետո շնորհակալություն է դրանց որակից հա։ Այս սա ինձ եւ հետաքրքրվել են թե ես ինչ մեթոդ եմ գիրառել, որ ճշգրիտ եզրակացություն եմ արել եւ այլն, որ մեր խոսակցությունն են եղել։ Ես մի խոսքով ինչ ասեմ, արդեն իմ մասին ուրիշ կասել է, մնացած անիմաստ եմ համարում։ Ես սովորաբար ունեցել եմ մի տևից եւ այդպես էլ անելու եմ։ Անում եմ, ինչ ասեմ, այն ինչ Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ է եւ պետության ամրապնդմանն է։ Մնացածը ով ինչ է մտածում, դա իր գործն է, առանձնապես ես շատ ականջալուր չեմ ուրիշի բանի եւ շատ բաներ կան, որ տեսեք 4-րդ հանրապետություն, գողապետություն, դուք եք խոսում, այդ բոլորը իմ աշխատանքի արդյունքն է, որ արդեն հանրային գիտակցության են վերածվել, էլ փաստորեն ինչ որ չափով։ Այսօր էս է, մնացած ասեք։ Նախորդ ընտրություններում ասում էիք, որ չպետք է այսօր իշխանությունը շտաբի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հիմա էլ եք նախորդ ուրեմն քուրիկ ջան, նախորդ ընտրություններում Ռուսաստան աղետի չէր ենթարկվել։
ասեցի, երբ որ պայմանները փոխվում են, եզրակացությունները, նաև հայտարարությունները փոխվում են։ Ռուսաստանը այսօր աղետի է ենթարկվել եւ հարցերի տեսքը բոլորովին ուրիշ տեղ է հասել։ Հիմա ուրեմն այն ժամանակ ամերիկացիները ակտիվ Հայաստանի հանդեպ իմ գնահատականով հետաքրքրություն չունեին։ Ես եղել եմ Վաշինգտոնում հանդիպումներ ունեցել։ Այսօր ունեն ակտիվ հետաքրքրություն եւ թրիփը ոնց որ թե նորմալ է որ գնում է գործ։ Այսինքն դուք այդ ապագային նայեք, անցյալում եմ ասել, ես ինչ ասել եմ բոլորին։ Դե ապագային նայելով։ Հիմա չէ ձեր համար եմ ասում, կարող եք խոսեք։ Հիմա ուրեմն Նապոլեոնին ասել, գիտես, էսի տարում, էսի ճարեցի, Նապոլեոնը պետք է ապացուցի, որ ինքը այդ տարում այդ ժամանակներում է։ Նպատակը նաև ապագայի տեսլականի մասին հասկանալն է, հա, որովհետև մենք ուսումնասիրել ենք անցյալում ինչ եք ասել ու բնականաբար ձեր ապագայի վերաբերյալ մտքերը պիտի հասկանանք թե ինչքանով են համապատասխանում ու այդտեղից է հա մեր հարցերը առաջանում 2024 թվականին օրինակ Արցախահայության խնդրի մասին եք խոսել ու հիմա հետաքրքիր է Արցախահայության խնդրի վերաբերյալ որն է ձեր տեսլականը ինչ պիտի լինի տեսլականը եղել է մնում է նույնը այդ առումով երբ որ ձևակերպվել է մտածել են քննարկումներ են կարել եւ այլն Արցախահայության հարցով պիտի հետաքրքրվել եւ էթնիկ զտում եւ այլն, այս բոլորը բարձր պիտի արվի, բայց ինչպեսի հարց կա։ Ես գտնում եմ, որ Արցախահայության երևի հայաստանյան հատվածը մի ժողով պիտի անի, ժողով 4-5 հոգի 5 կենտ թվով գործադիր մարմին պիտի առաջացնի, ընտրի, որոնց պիտի գործուղի Ստրասբուրգ կամ Փարիզ այնտեղ հարմար է Եվրոմիության հետ աշխատելու համար, բայց ոչ նրանք, ովքեր զբաղվել են։ Եվ այն տեսակետը մնում է նույնը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը հայերը պիտի վերադառնան, պիտի ինչ-որ նորից ձևավորվի, պիտի ձևակերպեն եւ իրենք ասեցի, որոնք մաքուր մարդիկ լինեն հարաբերական, որոնք չեն եղել նախկին, անցյալ եւ այլն։ Եվ նրանք բան Եվրոմիությունը այդ էթնիկ զտման եւ այն հարցերով պիտի զբաղվեն։ Մենք էլ ասել եմ, դա էլ ասեք, որ մենք էլ ամեն ինչով պիտի օգնենք իրենց։ Պետությունն էլ պիտի օգնի, երևի գաղդի, դա չգիտեմ, որովհետև պետության ուժը հնարավորությունները այսօր այն չեն, բարձ է ինչի համար, և իրենք դա չեն անում, այնտեղ ուզում են իշխանություն պահեն, որը հնարավոր չի բան և այլն է, ես որ կարծում եմ իմ ասած ճիշտ է, ես չեմ փոխել տեսակետս։ Պարոն Շինյան, դուք եղել եք արտախորհրդանական այն ուժերի ղեկավարներից մեկը, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ է ունեցել։ Հետաքրքիր է թե այդ հանդիպումների ընթացքում ինչեր եք քննարկել, դուք ինչեր եք առաջարկել կամ չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ կա։ Հիմա կոնկրետ չգիտեմ օրակարգ ասելը ճիշտ է թե չէ, բայց ես ընդհանուր տպավորությունն ասեմ, այնտեղ եղել է լավագույն համագործակցություն եւ բաց խոսակցություն։ Ոչ միայն վարչապետի, այլ բոլորով։ Հարցեր են, որտեղ որոշում չի կայացում, իսկ որտեղ որոշում չի կայացում, մարդիկ ավելի ազատ են, էլի, շահեր բան։ Ասենք հարց եղել, վարչապետն ասել է, այս վիճակն է, մենք էս եւ այլն, մարդիկ հասկացել են ինչ եղել։ Ուրեմն այդ շրջանում մենք շատ արդյունավետ ենք աշխատել, ասեմ, այդ մեկը կարող եմ ասել։ Հնդկաստանի ուղղությամբ ես երկար տարիներ հրապարակել եմ նաև Facebook-ում այդ ամեն ինչը դրանք Հնդկաստանի քաղաքական ուղղության վերաակտուալացումը ես եմ արել Հնդկաստանի այս որ ունեք Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության ներկայացուցիչի հետ Վաշինգտոնում ես եմ հանդիպել երբ դեմոկրատներն իշխանություն էին բանի 23 թվի 25-ին էր ապրիլի, այսպես և այդ բոլորը նաև երբեմն ես Հայաստանում միշտ ման եմ եկել, այդ դպրոցներ, բաներ, խնդիրներ, վարչապետին ներկայացրել եմ, ինքը իր բացատրությունն է տվել, լուծումներ, բաներ, և նաև այն ընկերներին եմ ասել, ում որ հարկ եմ համարել, Հնդկաստանի մասով դուք եք այն ժամանակ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել, որ հարաբերությունները լավացնի, որ հնարավոր լինի զենք գնել Հնդկաստանի Զենքը ես մի բան կա Facebook-ը լավ կարդացել եք Facebook-ում հայտարարություն ունեմ առաջին անգամ աղետի օրերին երբ Սև լճի ժամանակներն էին Հայաստանը վիճակ չուներ եւ իշխանություն չէր կարող ակտիվ լինել ես հանդիպել եմ դեսպանի հետ պարոն Դվալի հետ 3-4 ժամվա խոսակցություն է եղել եւ այլն որի մասին իրեն էլ եմ ասել որ պարոն Դվալ ես սա
ինչ որ մենք խոսեցինք վարչապետին, ուզում եմ ասեմ։ Այսինքն ձեր խորհրդով է։ Չեմ կարող, հիմա ինքը ունեցել է մտնում է, չի ունեցել, ես ներկայացրել եմ, որ այս ուղղությունը ճիշտ է։ Ամերիկյան ուղղության մեջ հիմա ձեզ միջոցով եմ ասում, մենք ունենք ահռելի ռեսուրս, եւ դա Կալիֆոռնիայի հայերն են, այդ IT տեխնոլոգիաների, Սիլիկոնյան հովտի ամերիկահայեր եւ այլն, որոնց հետ ես որոշ մասի հետ 23 թվականին բանում հանդիպել եմ լոսում, այս ռեսուրսները, որոնց մասին նաև հետո վարչապետին ասել եմ, ես այս հանդիպումներ կան, այսպիսի ուղղությունը լավ կլինի, որ զարգանա, չզարգանա։ Եվ հիմա ինչս ասեմ, եթե ասեմ, ես եմ ասել, կասեք գլուխ եք գովում, եթե ասեմ, ես չի, ինչ-որ բան ասեմ, շատ բան եմ արել։ Ես ուրեմն անցած տարի արդեն հունիսի 4-ին եղել եմ Թեհրանում իրենց հրավերով Խամեյնիի մահվան տարելիցին Կուսակցյանը հատուկ հրավեր է եղել, 4 հոգով գնացել ենք, ուրեմն 7 օր, 5 օր Իրանի տարբեր վերլուծական ծառայությունների, պաշտոնյաների հետ հանդիպումներ եմ ունեցել, խոսել եմ Հայաստան-Իրան շահերի համար եւ ապացուցել եմ, որ Չաբարի նավանկիստը պիտի աշխատի Բանդար Աբբաս, ասել եմ առանձնապես շատ հեռանկար չունի մեծ հաշվով, այսօր դուք ապացուցում եք, կարող եք իրենց հարցնել։ Ես գնացել եմ իրենց Հայաստանից եզակի քաղաքական գործիչ եմ, որին ուզեցել է եւ այաթոլլա հանդիպել, ինքը անձամբ, Ղազվինի այաթոլլան, այն 5 ասում են, իրենց ասելով 5 որոշում կայացնողներից մեկը Ղումում հանդիպել եմ եւ Հայաստանի շահերը ամենաբարձր մագարտակով ներկայացել հիմա, որից հետո իրենք ես որ սկզբից ասում էի Չաբար գնամ տեսնեմ, իրենք ասեցին մարտերեցին, գնացինք, նավանկիստը տեսանք, եկանք, իմիջիայլոց այդ մասին վարչապետին էլ եմ ասել, որ Չաբարի նավանկիստը, եթե գիտեք, որ աշխատի եւ այլն, այսպեսի բաներ են։ Պարոն Շինյան, հիմա ինչ ասեմ։ Շատ ճիշտ նշեցիք, որ մենք ձեր Facebook-ը լավ նայել ենք, բայց բացի ձեր Facebook-ը նայելուց, նայել ենք նաեւ ձեր հարցազրույցները։ Լավ է, Հիմա բոլոր հարցերը ոնց նաև այդտեղից են հարցերի։ Շատ լավ։ 2018 թվականին, երբ որ մասնակցում եք ընտրություններին, հարցազրույցներից մեկում նշում եք, որ հոգևոր դասի աջակցությունն եք ակնկալում, այսպես եք ձևակերպում։ Տարօրինակ կլիներ, որ մեր հոգևոր դասը իրեն չափով չօժանդակեր մեր կուսակցությանը։ Այդ ժամանակ երբ ակնկալում եք հոգևոր դասի աջակցությունը, Գարեգին Բեին ինչպես եք վերաբերվում, որովհետև ինչ որ մի օր Գարեգին Բեի վերաբերյալ օրինակ ոնց ձևակերպել եք ուզուրպատոր եք ասել, հա։ Հիմա էլ եմ ասում։ Ուրեմն նայեցեք, ես Հայաստանի պատմությունը իսկ այդ ժամանակ ոնց եք վերաբերվում իրեն էլի չեմ հանդիպել, ես այդ ժամանակ փորձում էի որ կոնտակտներ առաջանան, նորմալ, ոչ թե կածեզ եւ այլն, բայց ես տեսա որ այդ մարդիկ իմ մտածածի երկրորդ մասով են, էլի։ Հանդիպել եմ եպիսկոպոսների հետ եւ տարօրինակ կլներ, որ իրականում որ իրենք չեն համագործակցում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հետ, որ դա ճիշտ է, դա որ դա բանի կառույց չի, ինչ են ասում, կրոնական չենք, բայց թե մերձ ենք եւ այլն, որոշ մասերի հետ հարաբերություն կա, որոշ մասի չկա, բայց ես գիտեմ եւ կարծում եմ, որ մեր եկեղեցին պետք է հայաստանյաց եկեղեցի լինի եւ ծառայի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, իհարկե ծառայելով Քրիստոսին, եկեղեցիները ծառայում են Քրիստոսին, որ ինչն է։ Հետո հարցը սրվեց, դուք ինչի՞ չեք ասում, որ այս տարիներ շարունակ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ, բերեցի ժողովրդի գիտակցության մեծ հաղորդումներ, բաներ տալով եւ ակտուալացրի եկեղեցու հարցը։ Եք ուրիշ հարց կա, որ ուզում եմ բարձրացնել, պարոն Շինյան, 2012-ին դուք ասում էիք, որ Ռոբերտ Քոչյանի վերադարձը քաղաքական դաշտը կհավասարակշռի, բայց այսօր այդքան էլ, մեղմ ասած, այդքան էլ լավ կարծիք չեք իր մասին։ Ո՞րն է տարբերությունը, մի մարդու մասին շատ տարբեր կարծիքներ եք ասում։ Ուրեմն ինքը որպես մարդ ինձ հետ չի, ինչպես նաև երևի ես ինգիրեն համար, որպես քաղաքական գնահատականներ պիտի տրվեն ժամանակի մեջ, դա ասել եմ այն ժամանակ,
Եվ հիշում եմ որտեղ եւ զանգեցին եւ Գինորասիայի դիմաց ես քայլում էի հարցրին կարող է վերադառնալ թե չէ ասեցի այո ցանկացած կարող է վերադառնալ դա այն ժամանակ էր երբ Հայաստանի քաղաքական կյանքը ուծացած էր մեռած էր այն որ ասում են բայց ես որպես կոնֆլիկտի իմացող որոնում էի ճեղքեր, որ քաղաքական կյանքը մի քիչ բախումներ ունենա նորմալ իմաստով։ Մտածում են ժամանակ, երբ իր աշխատակազմում եք աշխատում, դուք որպես ես ուրեմն ասեմ, ես այդ ամբողջը երբեք չեմ փոխել իմ ոչ թե մանրուքների մեջ, իմ գիծը մնացել է նույնը, եղել է նույնը, ելի մնալու է նույնը։ Ես պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետության շահերը, բայց Հայաստանում եղել է ավտորիտար իշխանություն, եղել է դեմոկրատական իշխանություն եւ այլն եւ գնահատականները համապատասխան իրավիճակի են տրվել բայց շեղում պետության դեմ եւ Հայաստանի Հանրապետության բարակայով չի եղել սա գլխավոր հարցն է մնացածը կփոխվեն մարդիկ կգնան կգան մենք էլ կփոխվենք որ ֆիզիկապես բայց իմ տեսակետը մնում է նույնը ես աշխատել եմ հիշեցնեմ ձեզ գրել եմ 94 թվին բալանսի քաղաքականություն եւ բալանսի քաղաքականության շրջանակներում եմ մտածել, որտեղ առաջնահերթություններ եւ այլն կփոխվեն, բայց կորիզը կմնա մեր պետությունը նրա շուրջ։ Այսօր վաղը Ֆրանսիան կլինի, կասեմ Ֆրանսիան օքեյ, Ղազախստանը կասեմ եւ հիմնավորեմ ինչու։ Ինքը բալանս տանում է, բերում է, բայց կորիզ կա, որ այդ պետությունը ինքը մնում է։ Հասկանու՞մ ոնց է, ամեն ինչ նորմալ է։ 94 թվին եմ գրել։ Այսինքն 2012-ին դուք գողապետերի, ինչպես դուք եք ասում, իրենց մրցակցությունն եք ուզում։ Այո։ Ես նույնիսկ հարցազրույց եմ տվել, այդ ցեզ ասեմ, դա ասեմ ներ քաղաքական կյանքը կաշխուժացներ ու ծածում էր գնում։ Ու ծածում։ Ես որ թերթներ լավ չեմ նշում։ Մեծ հայցազրույցում եմ, որտեղ ասացի, որ Բարգավաճ Հայաստանը սոցիալ-դեմոկրատական թեկում ունի։ Ինքնին հասկանում եք, որ կլասիկ սոցիալ-դեմոկրատական բան այնտեղ չկա, բայց ինչ կար։ Այնտեղ ուրեմն եզրակացությունը բուրգը պետք է ճաքի։ Եթե այդ բուրգը չի ճաքելու, իրականում Հայաստանը ընկալվում է։ Դուք պետք է գոհ լինեք, ես իշքան մտահոգ եմ եղել Հայաստանի վիճակով, որ գնացել եմ նման ասե։ Հիմա ասեք Գագիկ Ծառուկյանը սոցիալ-դեմոկրատ է, ոչ։ Բայց Գագիկ Ծառուկյանն էր, որ կարող էր այդ օրերին հավասարակշռել Քոչարյանին կամ երևի եթե Քոչարյանը չի մեկը մեկին։ Կյանքը այսպես է հեգելի առանց հակասությունների եւ նրանց լուծումների կյանքը չկա ձեր տանն էլ այդպես ատեզերքում էլ այդպես եւ ես արել եմ այն ինչ որ Հայաստանի զարգացումը ապահովել է Պարոն Շիրինյան հասել ենք մեր հատվածի հաղորդման հատվածի վերջի երկու հատվածին ձեզ ենք ուզում ցույց տալ մենք գնացել ենք Vox Pop-ի ու հարցրել ենք երիտասարդներին արդյոք իրենք ճանաչում են Լևոն Շիրինյանին թե չէ ձեզ ցույց տանք վիդեոն ու հետո դուք ասեք օրինակ արդյունքները սպասելի են ձեզ համար թե չէ Ով կբարևի, ով կճանաչի Լևոն Շիրինյանին ճանաչում եք Կարող եք Չէ, ճիշտ ասած։ Կարող եք բռնել եթե Չէ, ինչ է բառը Ոյ շոտ ծանոթ է իրեն Հա, բայց չեմ կարող ասել ով է շատ ծանոթ է Չէ, Իսկ կարող էսպես ոչ Չէ, անկեղծ ասած։ Տեսել եմ երկու անգամ նկարը ինտերնետով, հա։ Այո։ Ինչով է զբաղվում Քաղաքական գործիչ ավելի շատ հաղորդումավարում քաղաքական Ոչ։ Ոչ։ Իսկ սենց ինչն է հարց ասել Թեզ հետաքրքիր է զուտ ուզում ենք հասկանալ քանի որ երիտասարդական է հարցազրույցը մենք էլ ենք ուզում հասկանալ երիտասարդները ճանաչում են ձեզ քաղաքական գործից թե չէ Ձեզ զարմացնող էր այս արդյունքները Ձեզ զարմացնող էր այս արդյունքները Չէ, նայած ով է, ինչ ես ինչ ասեմ։ Միտեղ կարող են լինել, միտեղ չէ։ Չէ, նորմալ է։ Շատ լավ Նորմալ է։ Ինչ պետք է ասեն ինչ։ Կարևորը որևէ հայանք չկար։ Հիմա որ սա տարածված է։ Կարևորը դա։ Պարոն Շիրինյան վերջին հատվածն է հաղորդման։ ասեք։ Մենք քաղաքական գործիչների հետ հարցազրույց ենք անում, ամենավերջում խաղ ենք խաղում, քաղաքական կողմնացույց, կարծում տեղյակ եք ինչ է։ Չէ։
Մենք ձեզ հարցեր ենք տալու, դուք ունեք 5 պատասխանի տարբերակ, համաձայն եմ, համաձայն չեմ, խիստ համաձայն եմ, խիստ համաձայն չեմ եւ պատասխան չունեմ։ Պետք է միայն այդ տարբերակներով պատասխանեք։ Մենք ձեզ հարցերը տանք, դուք պատասխանեք, նշենք։ Այդ կողմնացույցը մեր այդ հարցերը մենք չենք գրել, դա քաղաքական երկխոսություն կազմակերպության ստեղծած քաղաքական կողմնացույց թեստն է։ Եթե համաձայն եք, արագ սկսենք եւ ավարտենք։ Պետության մասնակցությունը տնտեսությունում պետք է բացառել, շուկան պետք է ինքնակարգավորվի։ Այո։ Խիստ համաձայն եք, թե համաձայն եք։ Համաձայն եմ։ Բնությունը թեկուզ չնչին արտադրողարդյունաբերական ձեռնարկությունները պետք է փակվեն, նույնիսկ եթե դրանք ստեղծում են աշխատատեղեր եւ նպաստում են տնտեսական աճին։ Վիճառույց հարց։ Պատասխան չունեք։ Չունեմ։ Ժամանակին մեր երկրի համար այդ ծերնդու չգիտեմ։ Գիտական եւ տեխնոլոգիական այս վիճակում Գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացը հիմնականում նպաստում է ավելի բարեկեցիկ եւ ավելի առաջադեմ հասարակության ձևավորմանը։ նորմալ է։ Համաձայն եք թե խիստ համաձայն եք։ Համաձայն եմ, ինչ պիտաս։ Պետությունում անթույլատրելի է մեծահարուստների խավի ձևավորումը։ Ինչու։ Հարցը խիստ համաձայն եք, համաձայն չեք։ Իհարկե։ Որքան քիչ լինեն պետական բյուջեից աշխատավարձ ստացողները, այդքան ավելի լավ տնտեսության զարգացման համար։ Օպտիմալ պետք է սխալ ձևակերպում։ Համաձայն չեք։ Չէ, համաձայն չէ։ Հայ ազգը որոշ ազգերից ավելի բարձր է։ Իհարկե։ Համաձայն եք թե խիստ համաձայն եք։ Իհարկե, համաձայն եմ։ Ինչ։ Հասարակությանը խաղաղության պատրաստելը թույլատնում է պետության անվտանգությունը։ Նայած ոնց են պատրաստում։ Դե ըստ ոնց դուք եք կարծում։ Համաձայն չեք։ Չէ, անիմաստ հարց է։ Այսինքն վտանգավոր հարց է։ Պիտի հիմա բանով ներքևից պետք է ամեն ինչի պատրաստել, բայց եթե պետք է խաղաղության մասին խոսել։ Նա տարբեր է, այսինքն դիալեկտիկական է, այդպես ասեմ, այդ հարցը դիալեկտիկական է։ Շատ լավ։ Միանշանակ չի։ Միջազգային համակարգը բացառապես հիմնված է ուժն է ծնում իրավունք սկզբունքի վրա։ Իրավունքն էլ կա, բայց ուժեղ չի։ Այս համաձայն եք բնբան հետ։ Բացարձակը սխալ է, բայց Ուժն է ծնում իրավունք, հա բացառապես հիմնված է, բացառապես է սխալ է։ Այսինքն համաձայն չեք բնբան հետ։ Ու հիմնականում ճիշտ է, հիմա դա այն հարցն է, որ պատասխանը հարցը սխալ բան է, հարց է։ Ուժը ծնում է, բայց իրավունքն էլ կա, էս կա։ Լավ, հասկացանք։ Ավանդական արժեքները պետք է լինեն մեր արժեհամակարգի հիմքը, մեր ազգի ինքնությանը հարիշ չեն ազատական գաղափարները։ Սխալ է դա, նայած ավանդական արժեքներ, այ քեզ բան։ Հարձակողական պատերազմ սկսելը արդարացված է կենսական տարածքներ ձեռք բերելու համար։ Կարող է պաշտպանության համար էլ ամենա, ասում էր պաշտպանության լավագույն միջոց հարձակում։ Սխալ ձևակերպում, սխալ է ձևակերպում։ Հետո որ ձևակերպել է, այդ գործերի հետ գործ չունեցող մարդ։ Իրավական հավասարությունը բավարար չէ, խիստ անհրաժեշտ է հասնել սոցիալական արդարությանը։ Իրավական հավասարությունը անհրաժեշտ է, որպեսզի հասնեն նրան։ Այսինքն համաձայն եք։ Համաձայն որ սոցիալական արդարություն եւս։ Եվս, հա, ո՞նց։ Մարիխուանայի օգտագործումը պետք է օրինականացնել։ Չունեմ դրան պատասխան։ Հայաստանի բարական պիտի ուսումնասիրել։ Մամնավաճառությունը պետք է օրինականացնել։ Դե լավ է։ Դե մենք չենք գրել հարցերը։ Չէ, Համաձայն չեք։ չէ, դաստիարակություն պիտի լավացնել։ Պետության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը պետք է զգալիորեն կրճատվեն։ Պնդում է։ Այդպես եթե կա ապահովող մի բան, հայո, եթե չէ ոչ, այսինքն որ ընդհանրապես լավ է որ դա այդպես լինի, բայց եթե աղքատ հասարակության դատապարտում եք այդ վիճակով սխալ է, դրա համար այդ հարցը անիմաստ հարց է դնել մեր բարակայում։ Ֆրանսիայում կարող է ճիշտ է։ Հղիության արհեստական ընդհատումները պետք է արգելվեն բացառությամբ կնոջ կյանքին սպառնացող դեպքերի։ Լավ կլներ։ Համաձայն եք։ Թոշակի անցնելու համար անհրաժեշտ է ժողովրդավարական կուսակցությունները այդ տեսակետին են, այսպես ասեմ։ Որ արհեստական ընդհատումները արգելվեն, նկատի ունեիք ժողովրդավար։ Չէ, քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունները դեմ են բաներին։ Միջամտությանը, երեխան պետք է ծնվի։ Թոշակի անցնելու համար անհրաժեշտ տարիքային շեմը պետք է բարձրացնել, վաղ տարիքից թոշակի անցնելը խիստ վնասակար է տնտեսության համար։ Դե հիմա դա ինչ ասեմ։ Բանը հետ Պնդում է, ձևակերպումները սխալ ձևակերպումներ են։ Եվ կարելի ասել այո, եւ կարելի ոչ։ Մեր ժողովուրդը թոշակով ապրել չի կարող, հիմա կրճատեք, ինչ արեք, թոշակով կարող է ապրել, չի կարող։
Ժողովրդի հիմնական մասը չէ։ Կլիմայի փոփոխությունը ժամանակակից լրջագույն մարտահրավերներից է։ Ես կարծում եմ դա սխալ բան է։ Լավ։ Ցիկլային է։ Եկեղեցու բաժանումը պետությունից անընդունել է։ Ոնց անընդունել է։ Ընդունել է։ Այսինքն համաձայն չեք, որ անընդունելի է, անընդունելի է։ Մասնավոր ձեռնարկությունները հիմնականում ավելի արդյունավետ են, քան պետական ձեռնարկությունները։ Հիմնականում այո։ Հարկային համակարգը պետք է լինի այսպիսին, որքան ավելի հարուստ է մարդը, այնքան ավելի բարձր տոկոսով հարկ պետք է վճարի։ Այդ դժվար հարց է, ասեմ ինչու։ Պետություններ կան, որ հակառակն են անում, որպես խտանեն հարուստներին եւ արդյունք ունեն։ Ասենք հանրապետականներն այդ տեսակ են, էլի։ Հիմա դա բացարձակ ասելը չգիտեմ։ Պատասխան չունեք։ Չէ, ունեմ պատասխան, որը հարցը սխալ է ձևակերպված։ Լավ հարց չի։ Դուք որտեղ եթե հանրայնացնում գիտակցություն եք դարձնելու, դրանք լավ բաներ չեն։ Ենթադրենք։ Եթե չէ, ձեր համար է, կարող եմ ասել, հա չէ, ինչ։ Նույնասեռական անձիկ պետք է իրավունք ունենան հանրային վայրերում շքերթ իրականացնել։ Ոչ։ Մեծահասակների նկատմամբ անկախ նրանց բարոյական կերպարից պետք է առանձնահատուկ հարգանք լինի հասարակությունում։ Առանձնահատուկ բառը հանեք, հա, ինչը։ Մի հատ համը նորմալ չէ, մի հատ էլ առանձնահատուկ հարգանք լինի։ Բազմազանությունը եւ հանդուրժողականությունը պետք է ընկած լինեն մեր արժեհամակարգի հիմքում։ Դա եթե շահերի բախում չկա։ Ես մաֆիոզ երկրներում ոնց է դա սլացվում է այդ հարցը։ Քաղաքացիների հարկերի հաշվին չպետք է գործի որևէ մշակութային հաստատություն, թատրոն, թանգարան, համերգասրահ։ Տարբեր է պետությունները, մեր մոտ դա սխալ է։ Մեզ մոտ Պետություններ կան, որ դա հնարավոր է։ Պետությունը պետք է մշակույթին հոգ տանի, մեր այդպեսին է, իմ կարծիքն է դրսին։ Ազատ առևտուրը բարգավաճման ամենակարևոր աղբյուրն է։ Կարևոր գններից մեկն է, ինչու՞ կա ամենակարևոր։ Բարեգործությունը որպես կանոն նվաստացուցիչ երևույթ է, կարիքավորների խնդիրներով պետք է զբաղվի պետությունը։ Դե լավ է։ Եկեղեցի եւ այլն։ Համաձայն չեք։ Ազգությամբ ոչ հայ ներգաղթյալների մուտքը մեր երկիր խիստ պետք է սահմանափակել։ Պիտի կանոնավորվի։ Այսինքն համաձայն եք, բայց խիստ համաձայն չեք։ Որոշ կանոնավորվի։ Այդ նայվի բան եւ այլն, բայց որ արկել եք ոնց հայությունը աշխարհում եք տապարում է։ Այդ ոնց կարող եմ ես ասել։ Տնտեսությունում մասնավոր սեփականության մասնաբաժինը պետք է ավելի լինի, քան հանրային։ Ինչպես։ Տնտեսությունում մասնավոր սեփականության մասնաբաժինը պետք է ավելի լինի, քան հանրային սեփականության մասնաբաժինը կամ պետական։ Որպես կուսակցություն օրինակ մեր ընդունում են մենակ մասնավորը գրեթե, բայց այս պարագայում Հայաստանի համար դա օգտակար է, որ այդքան էլ օգտակար չի։ Պետությունը պետք է որոշ լծակներ ունենա։ Համաձայն չեմ նշենք։ Հարցը դուք դեռ նաև վիճահարույց է այդ կամ ես չկա դա տարբերակ, պարոն վիճահարույցի ժամանակ պատասխան չունեմ ենք նշում։ Գիտությունը պետք է ֆինանսավորվի բացառապես պետության կամ հանրային ֆոնդերի կողմից։ Ոչ, բախից ձեռնարկությունները չպետք է ֆինանսավորը։ Ուրեմն համաձայն չեմ։ Կորպորացիաները, բա իրենց համար կադրեր չպատրաստեն։ Չէ, սխալ է։ Խոշոր վերազգային կորպորացիաները չարիք են, դրանց գործունեությունը պետք է դադարեցնել։ Դա սխալ է։ Պիտի ունենալ հակակարտելային օրենսդրություն։ Օրենքի տակ պետք է աշխատեն։ Հիմա Գերմանիան չունի մեր այս գիգանտները։ Պետք չի որ նա որտեղ է շուկա գրավում։ Ամերիկան շուկան իր մոնոպոլիաներով է գրավում, չէ՞։ Համարյա վերջացնում ենք։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական գործառույթներից մեկն է։ Երկրի կարևորագույն ենթակառուցվածքները՝ ճանապարհ, էլեկտրակայաններ, ջրմուղ, պետք է պետական կամ հանրային սեփականություն լինեն։ Համայնքային նաև։ Արդարադատության հիմնական նպատակը իրավախախտին պատժելն է, ոչ թե վերջինիս ռեաբիլիտացիան։ Դաստիարակելն է նաև։ Նաև դաստիարակել նպատակ։ Պետք չէ անդամակցել որևէ ինտեգրացիոն միության, քանի որ միություններին անդամակցելով պետությունը զրկվում է ինքնիշխանությունից։ Չէ։ Ֆրանսիան որ չեղավ այդ հարցը, բա։ Միջազգային հարաբերություններում պետության միակ նպատակը ազգային շահը սպասարկելն է։ Համամարտկային արժեքները որևէ տեղ չունեն պետության արտաքին քաղաքականությունում։ Սխալ հարցը իրար կացած։ Պետության շահը պաշտպանելն է, բայց նաև ո՞նց։ Ասենք չեմ մանում, դա ինչ է։ Այդպես բան չի կարելի ասել։ Առաջնահերթը նա է, բայց նա էլ պետք է, չէ։ Ձեր արդյունքը
Չափավոր ազատական աճ կենտրոնամետ, նրանց ամենից մոտ քաղաքական գաղափարախոսություններն են քրիստոնյա դեմոկրատիայի ազատական թևը, սոցիալ-լիբերալիզմը։ Այս քաղաքական գաղափարախոսությունների հիմնական դրույթներն են սոցիալական շուկան, սոցիալական արդարությունը, ինդիվիդուալիզմը, պրոգրեսիվիզմը։ Սուբսիդիարությունը մոտավորապես ճիշտ է, բայց այնտեղ լիբերալիզմը այդպես չի, էլի։ Հակառակը ձևակերպումներ են կոնկրետ ոնց է գրել։ Ամեն ինչ գրել ես, մենք վերցրել։ Պողոսը որ գրել է։ Լավ չեն հարցերը, լավ չեն իմանում։ Սա ծնվել է, այս նաև լիբերալիզմի չափազանցման դեմ այս կուսակցությունները քրիստոնյա այդ ծայրահեղացումների դեմ լինելու համար են։ Դրանք միջին են, կենտրոն են, շահերի համադրման, մեղմացման, իրար այդ խոսույթի բերելու կոնսենսուսի կուսակցություններ են։ Հասկանաք ոնց է։ Այսինքն ինքը սխալ ձևակերպում դուք ուզում եք ասեք, բայց մի եղացեք, ուզում եք դուք։ Չէ։ Եթե ես լինեի այդ խմբագրի այդ հարցերը 1000 բան կփոխեի եւ օգտակար կլիներ։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, մեր հյուրներ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Շիրինյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։